Մի աղջիկ մեծացել էր, լսելով խորհրդավոր մեղեդիներ, որոնք հնչում էին հին առանձնատան արգելված սենյակից։ Տարիներ անց նա վերադառնում է այդ վայր որպես աշխատակից բացահայտում մի գաղտնիք, որը հավերժ կփոխի նրա կյանքը։ Անսպասելի ժառանգությունը կբացահայտի ընտանեկան ճշմարտություններ, որոնք կվերափոխեն ոչ միայն նրա ճակատագիրը, այլ ողջ համայնքի կյանքը։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Անին միշտ հիշում էր այդ դաշնամուրի ձայնը։ 5 տարեկանից սկսած, երբ դեռ շատ փոքր էր մեծահասակների աշխարհը հասկանալու համար, նա սողոսկում էր այն առանձնատան մութ փայտե միջանցքներով, որտեղ նրա մայրը, Վարդուհին, աշխատում էր որպես տնտեսուհի։ Ձայնը միշտ գալիս էր միջանցքի վերջին սենյակից, այն սենյակից, որտեղ բոլոր աշխատողներին հրամայված էր երբեք չմտնել։ Բայց այդ ձայնը, այդ ձայնը կանչում էր նրան, քաղցր ու մելամաղձոտ շշուկի պես։ Դա հին դաշնամուր էր, նա գիտեր դա նույնիսկ առանց տեսնելու։ Նոտաները ծանր էին, լցված մի տխրությամբ, որը երեխան չպետք է հասկանար, բայց որն ինչ-որ կերպ զգում էր իր կրծքում։ Երբեմն, մի մեղեդուց մյուսի արանքում, նա լսում էր նվագող տղամարդու ձայնը։ Մի հաստ, հոգնած ձայն, որն ինքն իր հետ էր խոսում, կարծես ուրվականների հետ զրուցելիս լիներ։ Եթե մի օր մոլորվես, միշտ փնտրիր 0-ն։ 4-ն ու 1-ը հաջորդում են, իսկ 3-ը փակում է շրջանը։ Անին երբեք չհասկացավ, թե ինչ են նշանակում այդ բառերը։ Նրա մայրը, Վարդուհին, միշտ հանդիմանում էր նրան, երբ բռնացնում էր միջանցքի սառը հատակին նստած, փակ դռանը հենված։ Այստեղ մի մնա, աղջիկս։ Դա տան տերն է, նա չի սիրում, երբ իրեն անհանգստացնում են։ Բացի այդ, երբեմն նա խառնում է բաները, ինքն իր հետ խոսում, հիշում անցած ժամանակները։ Բայց Վարդուհին քնքշանքով էր խոսում տիրոջ մասին։ Երբեք վախով կամ անհարգալից։ Միայն մի տխրությամբ, որն Անին այն ժամանակ չէր կարողանում ըմբռնել։ Տարիներն անցան քամուց քշված տերների պես։ Վարդուհին հիվանդացավ, երբ Անին 12 տարեկան էր, աղջիկը ստիպված եղավ տեղափոխվել իր տատիկի, Անահիտի մոտ, ապարանի մոտակայքում գտնվող մի փոքրիկ գյուղական տուն։ Առանձնատունը մնաց հետում, բայց մեղեդիները շարունակում էին արձագանքել նրա հիշողության մեջ, հատկապես լռության պահերին։ Անահիտը ուժեղ կին էր, աշխատանքից կոշտացած ձեռքերով, բայց թոռնուհու հանդեպ փափուկ սրտով։ Նա դերձակ էր աշխատում, փոքրիկ գործեր էր անում տունը պահելու համար։ Երբ Անին հարցնում էր անցյալի մասին, այն ժամանակների մասին, երբ Վարդուհին աշխատում էր առանձնատանը, Անահիտը հմտորեն փոխում էր թեման։ Անցյալը անցյալ է, երեխաս։ Կարորը ներկան է այն ապագան, որը դու կկառուցես։ Բայց Անահիտի աչքերում կար ինչ-որ բան, որը հուշում էր, որ նա ավելին գիտի, քան ցույց է տալիս։ Երբեմն, երբ կարծում էր, թե Անին չի նայում, տատիկը կորչում էր մտքերի մեջ, հեռավոր ու մելամաղձոտ հայացքով։ Անին մեծացավ վճռական։ 17 տարեկանում նա աշխատանք գտավ Երանի միջոցառումների կազմակերպման ընկերությունում։ Դա մի աշխատանք էր, որը շատ բան էր պահանջում իրենից, կազմակերպել մանրուքները, համակարգել մատակարարներին, ապահովել, որ ամեն ինչ կատարյալ լինի կարոր մարդկանց տոնակատարությունների ժամանակ։ Բայց նրան դուր էր գալիս այդ շարժը, այն զգացողությունը, որ նա ինչ-որ բան է կառուցում սեփական ձեռքերով։ Հենց իր աշխատանքներից մեկի ժամանակ էր, որ ճակատագիրը որոշեց կատակ խաղալ նրա հետ։ Ընկերությունը պայմանագիր էր կնքել մի մեծ բարեգործական միջոցառում կազմակերպելու համար, ընտրված վայրը հենց այն առանձնատունն էր։ Նույն առանձնատունը, որտեղ նա անցկացրել էր իր կյանքի առաջին տարիները։ Երբ Անին իմացավ հասցեն, նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Սկզբում մտածեց խնդրել, որ իրեն այլ միջոցառման տեղափոխեն, բայց ներքին ինչ-որ բան կանգնեցնում էր նրան։ Կարծես մի անտեսանելի ուժ նրան հետ էր քաշում դեպի այդ վայրը, կարծես այնտեղ ինչ-որ անավարտ բան կար, որ սպասում էր իրեն։ Առանձնատունն այժմ պատկանում էր Վիկտոր Սարգսյանին, մի հաջողակ գործարարի, ով գնել էր գույքը հին տիրոջ մահից մի քանի տարի անց։ Վիկտորը հայտնի էր իր հավակնություններով մայրաքաղաքի էլիտայի կողմից ընդունված լինելու ցանկությամբ։ Այս պատմական առանձնատունը գնելը նրա ծրագրի մի մասն էր, ձեռք բերելու այն հեղինակությունը, որը միայն փողով հնարավոր չէր գնել։ Միջոցառման օրը Անին շուտ եկավ, նախապատրաստական աշխատանքները վերահսկելու համար։ Տունը հենց այնպիսին էր, ինչպիսին նա հիշում էր, բայց մինույն ժամանակ ամեն ինչ այլ էր թվում։ Կահույքն ուրիշ էր, դեկորը փոխվել էր, բայց վայրի էությունը մնացել էր նույնը։ Եվ միջանցքը մութ փայտե միջանցքը դեռ այնտեղ էր, վերջին դուռը փակ։
Ողջ առավոտյան, մինչ նա համակարգում էր սեղանների տեղադրումը գլխավոր սրահի զարդարումը, Անին զգում էր, թե ինչպես են իր աչքերն ակամա ուղղվում դեպի այդ միջանցքը։ Կարծես երաժշտությունը դեռ արձագանքում էր այնտեղ, կանչելով նրան, ինչպես հին ժամանակներում։ Միջոցառումն ուղղված էր անապահով երեխաների խնամքի հաստատության աջակցությանը։ Հեգնական է, մտածեց Անին, հաշվի առնելով, որ ինքն էլ էր մեծացել նման պայմաններում։ Հյուրերի ցուցակում ներառված էին քաղաքական գործիչներ, գործարարներ, ավանդական ընտանիքների ժառանգներ, որոշ հայտնի մարդիկ, ովքեր սիրում էին ելալ սոցիալական նախաձեռնություններում։ Անահիտը պնդել էր, որ Անին վերցնի իր մանկության լուսանկարը, որտեղ նա խաղում էր առանձնատան այգում։ Որպեսզի հիշես, թե որտեղից ես գալիս, ասել էր տատիկը, փոքրիկ լուսանկարը սեղմելով թոռնուհու ձեռքերի մեջ։ Անին լուսանկարը պահեց համազգեստի գրպանում, լավ չհասկանալով, թե ինչու է Անահիտը դա կարոր համարել։ Երբ երեկոն մոտեցավ, հյուրերը սկսեցին ժամանել, Վիկտոր Սարգսյանը սկսեց նյարդայնության նշաններ ցույց տալ։ Նա այդ երեկոյի համար հատուկ բան էր ծրագրել, մի բան, որը կցուցադրեր նրա վերջնական տիրապետումը առանձնատան վրա, խորհրդանշականորեն, այն կարգավիճակի վրա, որն այն ներկայացնում էր։ Անին ամեն ինչին հետում էր սպասարկող անձնակազմի իր դիրքից։ Վիկտորը բարձրահասակ, նրբագեղ կազմվածքով տղամարդ էր, բայց նրա շարժուձի մեջ ինչ-որ արհեստական բան կար։ Կարծես նա շատ էր ջանում տեղավորվել մի աշխարհում, որն իրեն դեռ լիովին չէր ընդունել։ Ողջ երեկոյի ընթացքում Անին նկատում էր, թե ինչպես է նա հետում հյուրերի արձագանքներին, կարծես անընդհատ իրեն համեմատելով նրանց հետ։ Երեկոյի գագաթնակետը հասավ, երբ Վիկտորը բոլորի ուշադրությունը հրավիրեց սրահի կենտրոնին։ Այնտեղ, հատուկ ապակու տակ, գտնվում էր Թուջեմի հին չհրկիզվող պահարան, սեյֆ, որը պատկանել էր առանձնատան նախորդ տիրոջը։ Դա պատմական մի իր էր, զարդարված բրոնզե մանրամասներով, որոնք պատմում էին տարածաշրջանի մի ավանդական ընտանիքի պատմությունը։ Իմ թանկագին ընկերներ, հայտարարեց Վիկտորը, նրա ձայնը արձագանքեց լուր սրահում, այս երեկոն միայն բարեգործության մասին չէ։ Այն պատմության մասին է, ժառանգության մասին, մի ավանդույթի շարունակականության մասին, որն այժմ իմ ձեռքերում է։ Հյուրերի շրջանում շշուկներն աճեցին։ Բոլորը գիտեին, որ Վիկտորը փորձել էր բացել այդ չհրկիզվող պահարանը առանձնատունը գնելուց ի վեր, բայց անհաջող։ Գաղտնաբառը կորել էր հին սեփականատիրոջ հետ, իսկ պահարանը չափազանց ամուր էր, առանց պարունակությունը ոչնչացնելու ուժով բացելու համար։ Անին զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր մեջքով, երբ Վիկտորը վստահ ժպիտով մոտեցավ պահարանին։ Կարծես իր ներսում ինչ-որ բան գիտեր, որ այդ պահը ամեն ինչ կփոխի։ Գործարարը թվերի մի հաջորդականություն հավաքեց ժամանակակից էլեկտրոնային վահանակի վրա, որը տեղադրվել էր սկզբնական կողպեքի փոխարեն։ Հյուրերը լուր հետում էին, ոմանք անկեղծ հետաքրքրությամբ, մյուսները ակնհայտորեն սպասելով տեսարանի։ Պահարանը չբացվեց։ Վիկտորը նորից փորձեց, այս անգամ այլ հաջորդականությամբ։ Ոչինչ։ Նրա վստահությունը սկսեց տեղի տալ, նախկին հաստատակամ արտահայտությանը փոխարինեց արհեստական ժպիտը։ Երրորդ փորձը։ Չորրորդը։ Հինգերորդը։ Հյուրերի շշուկները վերածվեցին զսպված ծիծաղի։ Այն, ինչ պետք է լիներ հաղթանակի պահ, արագորեն վերածվում էր հանրային խայտառակության։ Անին տեսնում էր, թե ինչպես է քրտինքը հայտնվում Վիկտորի ճակատին, նույնիսկ եթե օդորակիչը կատարյալ էր աշխատում։ Հենց այդ ժամանակ նա նկատեց Անիին։ Միջոցառումների ընկերության բոլոր աշխատակիցների մեջ այդ երիտասարդ աղջկա մեջ ինչ-որ բան կար, որը նրան հետաքրքրեց։ Գուցե այն ձներ, որով նա նայում էր տանը, ոչ թե այցելուի հետաքրքրությամբ, այլ մեկի մտերմությամբ, ով արդեն քայլել էր այդ միջանցքներով։ Կամ գուցե նրա դեմքի արտահայտությունն էր, կարոտի ու մելամաղձության մի խառնուրդ, որն անտեղի էր թվում նման երիտասարդի համար։ Վիկտորը վճռական քայլերով մոտեցավ նրան, ամբողջովին անտեսելով հյուրերի շշուկներն ու հայացքները։ Նրա նվաստացումը վերածվել էր հուսահատության, իսկ հուսահատությունը երբեմն մեզ դրդում է ընդունել որոշումներ, որոնք երբեք չէինք ընդունի սովորական հանգամանքներում։ Դուք, ասաց նա, զգուշորեն մատնացույց անելով Անիին։ Դուք այստեղ եք մեծացել, չէ՞։ Ես ձեր մեջ ինչ-որ բան եմ ճանաչում։ Անին զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Ողջ երեկոյի ընթացքում նա փորձել էր աննկատ մնալ, կատարելով իր աշխատանքային պարտականությունները։ Հիմա հանկարծ նա հայտնվել էր մի իրավիճակի կենտրոնում, որը լիովին չէր հասկանում։ Ոչ, պարոն, պատասխանեց նա, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Ես երբեք չեմ աշխատել առանձնատանը։
Ես միջոցառումների ընկերությունից եմ, այստեղ եմ միայն այս երեկոյի համար։ Բայց Վիկտորը փորձառու գործարար էր։ Նա գիտեր ճանաչել, երբ ինչ-որ մեկը խնայում էր ճշմարտությունը։ Եվ միանշանակ կար ինչ-որ բան, որ Անին չէր ասում։ Ես չեմ հարցնում, թե արդյոք աշխատել եք այստեղ, պնդեց նա, ցածրացնելով ձայնը, որպեսզի միայն նա լսի։ Ես հարցնում եմ, արդյոք ճանաչում եք այս վայրը։ Արդյոք ձեր ընտանիքը որե կապ ունեցել է այս գույքի հետ։ Անին նյարդայնացած նայեց շուրջը։ Մի քանի հյուրեր մոտեցել էին, հետաքրքրված ամաչկոտ տանտիրոջ երիտասարդ աշխատակցուհու զրույցով։ Նա զգում էր նրանց հայացքների ծանրությունը։ Մայրս, սկսեց նա տատանվելով, մայրս աշխատել է այստեղ, երբ ես շատ փոքր էի։ Բայց դա շատ վաղուց էր։ Վիկտորի կրծքում հույսի մի կայծ բռնկվեց։ Մայրդ ճանաչում էր հին սեփականատիրոջը։ Ճանաչում էր, հաստատեց Անին, ձայն ավելի ցածրացնելով։ Վարդուհի մորս անունը Վարդուհի էր։ Անունը կարծես ինչ-որ բան արթնացրեց Վիկտորի հիշողության մեջ։ Նա լսել էր այդ անունը նախկինում Թադոս Օհանյանի հետ գույքի պատմության մասին զրույցների ժամանակ։ Նա չէր կարողանում հիշել հստակ համատեքստը, բայց գիտեր, որ Վարդուհի անունով աշխատակցուհու մասին ինչ-որ կարևոր բան կար։ Վարդուհի, մրմնջաց նա, կարծես անունը փորձարկելով։ Այո, կարծում եմ, լսել եմ այդ անունը։ Իսկ դուք պետք է որ բաներ լսած կամ տեսած լինեք մանկության տարիներին։ Բաներ տանտիրոջ մասին, նրա սովորությունների, գուցե նույնիսկ գաղտնաբառերի կամ կոդերի մասին։ Վիկտորի ձայնի մեջ ճնշումն ակնհայտ էր։ Անին տեսնում էր քրտինքը նրա ճակատին, լարվածությունը ուսերին։ Այս տղամարդը ակնհայտորեն հուսահատ էր, նրա հուսահատությունը սկսում էր վախեցնել հյուրերին։ Ես շատ փոքր էի, ասաց նա, փորձելով մի քայլ հետ գնալ։ Ես ուշադրություն չէի դարձնում մեծահասակների բաներին։ Խնդրում եմ, ասաց Վիկտորը, առաջին անգամ նրա ձայնի մեջ աղերսանքի նոտա հնչեց։ Ցանկացած բան, որ հիշում եք։ Ցանկացած մանրուք, որքան էլ փոքր լինի։ Ես պետք է բացեմ այս պահարանը։ Հենց այդ ժամանակ Անին հասկացավ կատարվածի իրական մասշտաբը։ Խոսքը միայն հյուրերին տպավորել ցանկացող գործարարի մասին չէր։ Կար ավելի խորը բան, մի բան, որը դուրս էր պարզապես վիրավորված հպարտությունից։ Նա փակեց աչքերը, թույլ տալով, որ մանկության հիշողությունները մակերես դուրս գան։ Սառը միջանցքում նստած անցկացրած կեսօրները, դատարկ տանը արձագանքող դաշնամուրի ձայնը, այն ձայնը միշտ այն ձայնը, որն ինքն իր հետ էր խոսում, արտասանելով բառեր, որոնք այն ժամանակ անիմաստ էին թվում։ Վիկտոր Սարգսյանը հեռացավ պահարանից, դեմքը ամոթից կարմրած։ Հյուրերի ծիծաղը, թեզսպված, արձագանքում էր սրահում թունավոր շշուկների պես։ Նրա հեղինակությունը քանդվում էր այն մարդկանց առաջ, ում նա ամենաշատն էր ուզում տպավորել։ Հենց հուսահատության այդ պահին նրա աչքերը գտան Անին աշխատակիցների մեջ։ Նա կանգնած էր պատի մոտ, ամեն ինչին հետելով մի արտահայտությամբ, որը հետաքրքրության մի անհասկանալի բանի խառնուրդ էր։ Այդ երիտասարդ դեմքի մեջ ինչ-որ ծանոթ բան կար, որն արթնացրեց մի աղոտ հիշողություն նրա մտքում։ Վիկտորը վճռական քայլերով մոտեցավ նրան, անտեսելով հյուրերի հայացքները։ Դուք, ասաց նա, զգուշորեն մատնացույց անելով Անիին։ Դուք նախկինում այստեղ աշխատել եք, չէ՞։ Ես ճանաչում եմ ձեր դեմքը։ Անին բացասաբար օրորեց գլուխը, բայց նրա ձայնը թեթակի դողում էր, երբ պատասխանեց. Ոչ, պարոն։ Ես երբեք չեմ աշխատել առանձնատանը։ Ես միջոցառումների ընկերությունից եմ։ Բայց Վիկտորը համոզված չէր։ Աղջկա կեցվածքի մեջ, այն ձի մեջ, որով նա նայում էր միջանցքներին հենց պահարանին, կար մի բան, որը հուշում էր վայրի հետ մտերմության մասին։ Սպասեք, ասաց նա, կկոցելով աչքերը։ Դուք այստեղ չեք մեծացել։ Գուցե ձեր մայրն է այստեղ աշխատել, երբ դուք երեխա էիք։ Անի լռությունը բավարար պատասխան էր։ Վիկտորի կրծքում հույսի մի կայծ բռնկվեց։ Եթե նա մեծացել էր այդ տանը, գուցե ինչ-որ բան գիտեր հին սեփականատիրոջ մասին, ինչ-որ հուշում, որը կօգներ իրեն բացել այդ անիծյալ պահարանը։ Լսեք, շարունակեց նա, ձայնը ցածրացնելով, որպեսզի միայն Անին լսի։ Գիտեմ, որ սա կարող է տարօրինակ թվալ, բայց ինձ ձեր օգնությունն է պետք։ Դուք պետք է որ բան տեսած կամ լսած լինեք, երբ երեխա էիք։ Ցանկացած բան գաղտնաբառերի, համակցությունների, հին տիրոջ սովորությունների մասին։ Անին նայեց շուրջը, նկատելով, որ որոշ հյուրեր շրջվել են, հետելու իրենց զրույցին։
Նա իրեն անհարմար էր զգում ուշադրության կենտրոնում լինելուց, հատկապես նման լարված իրավիճակում։ Ես երբեք չեմ տեսել, որ նա որե գաղտնաբար հավաքի, մրմնջաց նա, նյարդայնացած տրորելով ձեռքերը։ Բայց ինչ։ Վիկտորը առաջ թեքվեց, անհամբեր։ Նա երբեմն տարօրինակ բաներ էր ասում։ Նախադասություններ, որոնք երեխայի համար մեծ իմաստ չունեին։ Վիկտորի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչպիսի նախադասություններ։ Անին փակեց աչքերը, կարծես խորասուզվելով իր մանկության հիշողությունների մեջ։ Նա գրեթե նորից լսում էր հին դաշնամուրի ձայնը, մելամաղձոտ նոտաները, որոնք լցնում էին դատարկ միջանցքները։ Եվ ձայնը այն հաստ ու հոգնած ձայնը, որը խոսում էր այնպես, կարծես հաղորդագրություններ էր թողնում ապագայի համար։ Նա ասում էր. Եթե մի օր մոլորվես, միշտ փնտրիր 0-ն։ 4-ն ու 1-ը հաջորդում են, իսկ 3-ը փակում է շրջանը։ Վիկտորը մի պահ քարացավ, վերլուծելով բառերը։ Հետո առանց նախազգուշացման վազեց հետ դեպի պահարանը։ Հյուրերը նորից մոտեցան, հետաքրքրված թե ինչն է առաջացրել վարքագծի այս հանկարծակի փոփոխությունը։ Թեթակի դողացող ձեռքերով Վիկտորը հավաքեց 0, 4, 1, 3։ Պահարանից մի թեթ կտտոց լսվեց, ծանր դուռը դանդաղ բացվեց։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Նույնիսկ ներկաների շնչառության ձայնը չէր լսվում։ Վիկտորը նայեց պահարանի ներսը հաղթանակի անհանգստության խառնուրդով, ակնկալելով գտնել կարևոր փաստաթղթեր, արժեքավոր զարդեր, գուցե նույնիսկ փող։ Բայց այն, ինչ նա տեսավ, նրան լիովին շփոթեցրեց։ Պահարանի ներսում կար ընդամենը 2 առարկա, ժամանակից դեղնած մի ծրար, մի պարզ վզնոց, կապույտ քարով, որը մեղմ փայլում էր սրահի լույսերի տակ։ Վիկտորը զգուշությամբ վերցրեց ծրարը, նկատելով, որ դրսից ինչ-որ բան է գրված դողդոջուն, բայց հստակ ձեռագրով։ Այնտեղ գրված անունը ստիպեց, որ զարմանքի շշուկ անցնի սրահով։ Անի։ Բոլորի աչքերը ուղղվեցին դեպի երիտասարդ աղջիկը, ով կանգնած էր նույն տեղում, դեմքը գունատված, աչքերը շոկից լայնացած։ Նա հազիվ էր հավատում իր տեսածին։ Ինչպես էր հնարավոր, որ իր անունը գրված լիներ այդ ծրարի վրա։ Վիկտորը նայեց Անից դեպի ծրարը, հետո նորից նրան։ Սա ձեր անունն է, չէ՞։ Անին դանդաղ գլխով արեց, ի վիճակի չլինելով բառեր արտասանել։ Նա զգում էր, կարծես գետինը շարժվում էր իր ոտքերի տակ։ Բացեք, ասաց ինչ-որ մեկը ամբոխի միջից։ Տեսնենք, թե ինչ կա ներսում։ Բայց նախքան որևէ բան կկատարվեր, մի սառը իշխող ձայն կտրեց օդը սայրի պես։ Սա արդեն բավական է։ Բոլորը շրջվեցին տեսնելու, թե ով է խոսողը։ Երկրորդ հարկ տանող աստիճանների վերում նրանց էր հետում մի նրբագեղ կին։ Դա Ֆլորա Մանուկյանն էր, առանձնատան հին սեփականատիրոջ այրին։ Ոչ ոք չէր սպասում նրան տեսնել այնտեղ այդ երեկո։ Ֆլորան մոտ 60 տարեկան էր, անթերի սանրված ալեխառն մազերով, աչքերով, որոնք թվում էր ընդունակ են թափանցել ցանկացած մարդու հոգին։ Նա իջավ աստիճաններով չափավոր քայլերով, նրա ներկայությունը լիովին տիրում էր միջավայրին։ Ֆլորա, կակազեց Վիկտորը, ակնհայտորեն զարմացած։ Ես չգիտեի, որ դուք այստեղ կլինեք այս երեկո։ Ակնհայտ է, որ ես ձեր ծրագրերում չկայի, սառնությամբ պատասխանեց նա։ Բայց երբ իմացա, որ դուք պատրաստվում եք մի խնջույքի ժամանակ բացել իմ հանգուցյալ ամուսնու չհրկիզվող պահարանը, անհրաժեշտ համարեցի ներկա գտնվել։ Նա մոտեցավ պահարանի շուրջ հավաքված խմբին, նրա աչքերը սերված էին Անիի վրա։ Այդ հայացքի մեջ ինչ-որ վտանգավոր բան կար, որը ստիպեց աղջկան բնազդաբար մի քայլ հետ գնալ։ Իսկ դուք, ասաց Ֆլորան, դիմելով ուղղակիորեն Անիին, ով եք դուք իրականում։ Ես Անին եմ։ Աշխատում եմ միջոցառումների ընկերությունում։ Որքան հարմար է, մրմնջաց Ֆլորան, վերցնելով ծրարը Վիկտորի ձեռքից։ Եվ ենթադրում եմ, որ սա պարզապես պատահականություն է, որ ձեր անունը գրված է այստեղ։ Ֆլորայի տոնը լի էր կասկածանքով, ավելի մութ մի բանով։ Անին զգում էր տարեց կնոջից բխող թշնամանքը տաքության ալիքների պես։ Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, ասաց Անին, նրա ձայնն ավելի ուժեղացավ, երբ շփոթմունքին փոխարինեց վճռականությունը։ Ես երբեք չեմ տեսել այս ծրարը իմ կյանքում։ Իհարկե ոչ, պատասխանեց Ֆլորան, բայց նրա ձայնը հստակ էր դարձնում, որ նա ոչ մի բառի չի հավատում։ Ինչպիսի հուզիչ պատմություն։
Մի երիտասարդ աշխատակցուհի, ով պատահաբար գիտի տարիներ շարունակ փակ մնացած պահարանի գաղտնաբառը պատահաբար գտնում է իր սեփական անունը դրա ներսում։ Հյուրերը հետում էին երկու կանանց լարված երկխոսությանը։ Ոմանք շշնջում էին միմյանց հետ, ենթադրություններ անելով կատարվածի մասին։ Վիկտորը փորձեց միջամտել։ Ֆլորա, գուցե սա առանձին քննարկենք։ Ոչ, կտրեց նա, աչքերը չհեռացնելով Անիից։ Կարծում եմ, բոլորն այստեղ իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվում։ Հատկապես հաշվի առնելով, որ մենք բոլորս ականատես եղանք խարդախության մի շատ լավ մշակված փորձի։ Խարդախություն բառը հարվածեց Անին ստամոքսին հասցված հարվածի պես։ Ինչ նկատի ունեք, խարդախություն։ Ես ընդամենը… Դուք ընդամենը հայտնվեցիք այստեղ տարիներ շարունակ փակ մնացած պահարանի ճիշտ գաղտնաբառով պատահաբար գտաք ձեր անունը դրա ներսում։ Եվ սպասում եք, որ մենք հավատանք, թե այս ամենը պարզապես հաջողությունն էր։ Անին նայեց շուրջը, տեսնելով, թե ինչպես են հյուրերի արտահայտությունները հետաքրքրությունից աստիճանաբար փոխվում կասկածանքի։ Նրան մեղադրում էին մի բանի մեջ, որը նա նույնիսկ լիովին չէր հասկանում։ Ես կարող եմ բացատրել, սկսեց նա, բայց Ֆլորան նորից ընդհատեց նրան։ Օհ, համոզված եմ, որ կարող եք։ Համոզված եմ, որ դուք ունեք մի շատ լավ փորձված պատմություն այն մասին, թե ինչպես է այս ամենը պատահել։ Բայց ճշմարտությունն այն է, որ իմ ամուսինը երբեք ոչինչ չէր թողնի որե անծանոթի։ Ֆլորայի բառերը դաշույնի հարվածների պես էին։ Անին զգում էր հուսահատության բարկության արցունքները իր աչքերում, բայց հրաժարվում էր թույլ տալ, որ դրանք հոսեն այդքան մարդկանց առաջ։ Ես մեծացել եմ այս տանը, ասաց նա, ձայնը դողդոջուն, բայց վճռական։ Մայրս տարիներով աշխատել է այստեղ։ Ես լսում էի նրան դաշնամուր նվագելիս, ինքն իր հետ խոսելիս։ Ես ոչինչ չեմ հորինել։ Մայրդ, հարցրեց Ֆլորան, առաջին անգամ նրա դեմքին հայտնվեց սառնությունից բացի այլ բան։ Կարծես մի տհաճ հիշողություն էր արթնացել։ Վարդուհի, պատասխանեց Անին։ Մորս անունը Վարդուհի էր։ Հաջորդած լռությունը ծանր էր լարվածությամբ լցված։ Ֆլորան մի քանի վայրկյան անշարժ մնաց, կարծես վերլուծելով տեղեկությունները, որոնք կնախընտրեր թաղված պահել։ Վերջապես նա շրջվեց դեպի Վիկտորը, կանչեք անվտանգությանը։ Այս երիտասարդ աղջկան պետք է անհապաղ դուրս հանել տարածքից։ Սպասեք, ասաց Վիկտորը, ակնհայտորեն շփոթված։ Չեք կարծում, որ մի փոքր շտապում ենք։ Գուցե պետք է բացել ծրարը տեսնել, թե ինչ կա ներսում, նախքանը։ Այն հայացքը, որով Ֆլորան նայեց նրան, բավարար էր նրան լիովին լռեցնելու համար։ Դա մի հայացք էր, որը հստակ էր դարձնում, նա ոչ մի ընդդիմություն չի հանդուրժի։ Վիկտոր, ասաց նա վտանգավոր ցածր ձայնով, դուք կարող եք գնել այս տունը, բայց դեռ չեք գնել իմ հեղինակությունը կասկածի տակ դնելու իրավունքը այն հարցերում, որոնք վերաբերում են իմ ամուսնու հիշատակին։ Անին հասկացավ, որ իրավիճակը լիովին դուրս է գալիս վերահսկողությունից։ Չիմանալով հստակ, թե ինչու, նա ստիպված զգաց խոսել։ Կարող եմ գոնե տեսնել, թե ինչ կա ծրարում։ Եթե այնտեղ իմ անունն է գրված, գուցե ես իրավունք ունեմ իմանալու, թե ինչ է ասվում։ Ֆլորան երկար նայեց նրան։ Հետո ի զարմանս բոլորի, մեկնեց ծրարը Անիի ուղղությամբ։ Շատ բարի, ասաց նա։ Բացեք։ Բայց իմացեք, որ սա ձեզ չպատկանող որևէ բան պահանջելու համար օգտագործելու ցանկացած փորձ կդիտվի որպես այն, ինչ իրականում կա, յուրացման հանցավոր փորձ։ Դողացող ձեռքերով Անին վերցրեց ծրարը։ Նա զգում էր ներկաների հայացքների ծանրությունը, մինչ զգուշորեն բացում էր դեղնած թուղթը։ Անի ձեռքերը դողում էին, երբ նա զգուշորեն բացում էր ծրարի միջի թուղթը։ Ձեռագիրը նույնն էր, ինչ տեսել էր դրսից, դողդոջուն, բայց հստակ ընթեռնելի։ Մինչ նրա աչքերը վազում էին բառերի վրայով, նա զգում էր, կարծես իր շուրջը գտնվող աշխարհը աստիճանաբար անհետանում էր։ Իմ թանկագին Անի, սկսվում էր նամակը, եթե դու կարդում ես սա, ուրեմն վերջապես գտել ես տուն տանող ճանապարհը։ Գիտեմ, որ դու շատ փոքր էիր, երբ մենք բաժանվեցինք, գուցե նույնիսկ չես հիշում ինձ, բայց ես երբեք չեմ մոռացել քեզ։ Անին դադարեց կարդալ, զգալով սրտի արագ բաբախյունը։ Նա նայեց սրահին, տեսնելով բոլոր այն ակնկալող դեմքերը, որոնք ուղղված էին իրեն։ Ֆլորա Մանուկյանը հետում էր նրան մի այնպիսի լարվածությամբ, որից նրա ոսկորները սառչում էին։ Շարունակեք, սառնությամբ հրամայեց Ֆլորան։ Մենք ուզում ենք լսել այս ողջ հիասքանչ պատմությունը։
Անին խորը շունչ քաշեց շարունակեց կարդալ, այս անգամ բարձրաձայն, որպեսի բոլորը լսեն. «Դու սովորաբար նստում էիր իմ երաժշտական սենյակի դռան մոտ, լսելով իմ դաշնամուր նվագելը։ Ես գիտեի, որ դու այնտեղ ես, նվագում էի հատուկ քեզ համար։ Քո փոքրիկ ձեռքերը երբեմն հարվածում էին դռանը, հետելով երաժշտության ռիթմին։ Վարդուհին ինձ ասաց, որ դու այդ սենյակն անվանում էիր երաժշտության վայրը, որը երբեք չի ավարտվում»։ Շշուկ անցավ սրահով։ Անին զգաց արցունքները իր աչքերում, երբ մանկության հիշողությունները նոր իմաստ ստացան։ Նա իրոք հիշում էր դռանը հարվածելը, այդ մելամաղձոտ մեղեդիների ռիթմին հետելու փորձերը։ Ես այնքան էի ուզում քեզ ավելի լավ ճանաչել, բացատրել, թե ով եմ ես իրականում, բայց հանգամանքները թույլ չտվեցին։ Վարդուհին արտակարգ կին էր, դու ամենամեծ նվերն ես, որ նա ինձ տվել է, նույնիսկ առանց իմանալու։ Անին նորից դադարեց, շփոթված։ Առանց իմանալու ինչ, մրմնջաց նա ինքն իրեն։ Շարունակեք կարդալ, ասաց Վիկտորը, այժմ արդեն անկեղծորեն հետաքրքրված պատմության ընթացքով։ Վզնոցը, որը գտնվում է այս նամակի հետ, պատկանել է իմ մորը։ Դա շափյուղա է, որը հանվել է մեր տարածաշրջանի լեռներից ավելի քան 100 տարի առաջ։ Ուզում եմ, որ այն քոնը լինի, ոչ թե իր նյութական արժեքի համար, այլ այն բանի համար, ինչ այն ներկայացնում է, մի տոհմի շարունակությունը, որը կարծում էիք, թե կորել է։ Անիի արցունքները վերջապես սկսեցին հոսել։ Յուրաքանչյուր կաթիլ կրում էր իր ինքնության վերաբերյալ տարիների կասկածները, այն մասին, թե ինչու երբեք չէր ճանաչել իր հորը, ինչու էր մայրը միշտ խուսափում անցյալի մասին խոսելուց։ Հիմա, ձեռքում պահելով այդ կապույտ քարով վզնոցը, նա սկսում էր հասկանալ, որ իր պատմությունը շատ ավելի բարդ էր, քան երբե պատկերացրել էր։ Վզնոցը ծանր էր նրա ձեռքերում, ոչ միայն մետաղի քարի պատճառով, այլ այն պատմության ծանրության, որը կրում էր։ Կապույտ շափյուղան փայլում էր սրահի լույսերի տակ, արտացոլելով փոքրիկ ծիածաններ, որոնք պարում էին պատերի վրա։ Դա հին իրեր, ակնհայտորեն արժեքավոր, բայց դրա մեջ կար մի բան, մի էներգիա, մի ներկայություն, որը Անին ստիպում էր զգալ, կարծես դիպչում էր իր սեփական անցյալի մի կտորին։ Շատ բաներ կան, որ կցանկանայի քեզ անձամբ բացատրել, շարունակեց նա կարդալ, բայց այժմ նրա ձայնը խեղդվում էր հուզմունքից։ Մեր ընտանիքի մասին, այն մասին, թե ինչու ստիպված եղա հեռավորություն պահել, իմ թույլ տված սխալների մասին։ Այն մասին, թե ինչպես էիր դու իմ բոլոր մտքերի կենտրոնում, նույնիսկ երբ չէի կարող ներկա լինել։ Հյուրերը հետում էին բացարձակ լռության մեջ։ Ոմանք թվում էին անկեղծորեն հուզված պահի զգացմունքայնությունից, մինչդեռ մյուսները պահպանում էին թերահավատ արտահայտություններ։ Անին զգում էր շատերի հայացքների դատապարտումը, կարծես իր ցավը նրանց համար զվարճանքի տեսարան լիներ։ Բայց ժամանակը մեզ դավաճանեց, նա ստիպեց իր ձայնին շարունակել, հիմա ինձ մնում է միայն հուսալ, որ դու կկարողանաս ներել մի ծեր հիմարի, ով լուր սիրեց։ Ով շատ ուշ հասկացավ, որ իսկական սերը չի թաքնվում սոցիալական հարմարավետության կամ ընտանեկան ճնշումների հետում։ Ֆլորան մոտեցել էր ընթերցման ժամանակ, նրա դեմքը վերահսկվող սառնության դիմակ էր։ Բայց Անին կարողացավ նկատել փոքրիկ նշաններ, որ բառերը ազդում էին տարեց կնոջ վրա, նրա կատարյալ մատնահարդարված ձեռքերի թեթ դողը, այն ձև, որով նա սեղմում էր շուրթերը ամեն անգամ, երբ Վարդուհի անունն էր հնչում, նրա աչքերի կասկածելի փայլը, որը նա փորձում էր թաքցնել արագ թարթելով։ Եթե դու հասել ես մինչ այստեղ, եթե քեզ հաջողվել է բացել այս պահարանը, Անին շարունակեց կարդալ ավելի հաստատուն ձայնով, ուրեմն դու տիրապետում ես ավելիին, քան պարզապես թվերի համակցությունը, որը ես սովորաբար կրկնում էի։ Դու տիրապետում ես բանալուն, հասկանալու համար, թե ով ես դու իրականում, որտեղից ես գալիս, որն է քո տեղն այս աշխարհում։ Այս վերջին բառերը արձագանքեցին սրահում։ Մի քանի հյուրեր նայեցին միմյանց, ոմանք շշնջալով ենթադրություններ այն մասին, թե դա ինչ կարող է նշանակել։ Վիկտորը աչքերը չէր հեռացնում Անիից, կարծես նրան առաջին անգամ էր տեսնում։ Փնտրիր Թադոս Օհանյանին երանում, նա ավարտեց, նրա ձայնն այժմ ավելի ուժեղ էր ու վճռական։ Նա ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են այն ամենը, ինչ ասում եմ։ Ասա նրան, որ գտել ես երաժշտությունը, որը երբեք չի ավարտվում, նա կհասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Նա գիտի դաշնամուրի մասին, այն մեղեդիների մասին, որոնք ես նվագում էի քեզ համար, երբ փոքր էիր, այն բոլոր գիշերների մասին, երբ ես արթուն էի մնում, մտածելով այն դստեր մասին, ում չկարողացա մեծացնել։ Հաջորդած լռությունը կապարի պես ծանր էր։ Կարծես սրահում բոլորը վերլուծում էին ոչ միայն նամակի բովանդակությունը, այլ դրա հետանքները։
Եթե դա ճիշտ լիներ, եթե Մարկոս Սահակյանը իրոք նամակ էր թողել, ճանաչելով Անին որպես դուստր, ապա այդ երեկոյի ողջ դինամիկան, հավանաբար ընտանիքի ժառանգությունը պատրաստվում էր կտրուկ փոխվել։ Ֆլորան առաջինն էր, ով խզեց լռությունը, բայց նրա ձայնը այնքան համոզիչ չէր հնչում, որքան նախկինում։ Մի շատ լավ մշակված հարմար պատմություն։ Իսկապես, ինչ-որ մեկը զգալի ժամանակ է ներդրել այս ֆանտազիան ստեղծելու համար։ Բայց նրա տոնի մեջ այժմ ինչ-որ բան փոխվել էր։ Այնտեղ, որտեղ նախկինում կար բացարձակ վստահություն, այժմ կասկածի փոքրիկ ճաքեր կային։ Վիկտորը դա անմիջապես նկատեց։ Շատ բաներ կան, որ կցանկանայի քեզ անձամբ բացատրել մեր ընտանիքի մասին, այն մասին, թե ինչու ստիպված եղա հեռավորություն պահել, իմ թույլ տված սխալների մասին։ Բայց ժամանակը մեզ դավաճանեց, հիմա ինձ մնում է միայն հուսալ, որ դու կկարողանաս ներել։ Մի ձեր հիմարի, ով լուր սիրեց։ Անիի ձայնը սկսեց դողալ, բայց նա ստիպեց իրեն շարունակել։ Եթե դու հասել ես մինչ այստեղ, եթե քեզ հաջողվել է բացել այս պահարանը, ուրեմն դու տիրապետում ես ավելիին, քան պարզապես թվերի համակցությունը, որը ես սովորաբար կրկնում էի։ Դու տիրապետում ես բանալուն, հասկանալու համար, թե ով ես դու իրականում։ Փնտրիր Թադոս Օհանյանին երանում։ Նա ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են այն ամենը, ինչ ասում եմ։ Ասա նրան, որ գտել ես երաժշտությունը, որը երբեք չի ավարտվում, նա կհասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Անին ավարտեց կարդալը, սրահում տիրեց բացարձակ լռություն։ Կարծես բոլորը մտածում էին լսածի հետանքների մասին։ Ֆլորան առաջինն էր, ով խզեց լռությունը։ Մի շատ հուզիչ հարմար պատմություն։ Ինչ-որ մեկը իրոք ժամանակ է ծախսել այս բարդ ֆանտազիան ստեղծելու համար։ Ֆլորա, տատանվելով ասաց Վիկտորը, գուցե դուք պետք է հաշվի առնեք այն հավանականությունը, որ ինչ։ Ֆլորան շրջվեց դեպի նա կրակոտ աչքերով։ Որ իմ ամուսինը գաղտնի դուստր է ունեցել։ Որ նա ստել է ինձ մեր ամուսնության բոլոր տարիների ընթացքում։ Դա ծիծաղելի է։ Բայց Ֆլորայի ձայնի մեջ կար ինչ-որ բան, որը հուշում էր, որ նա փորձում էր համոզել ինքն իրեն այնքան, որքան ուրիշներին։ Անին նկատեց մի ճակ տարեց կնոջ սառնության զրահի մեջ։ Ո՞վ է Թադոս Օհանյանը, հարցրեց Անին, հարցն ուղղելով Ֆլորային, Վիկտորին։ Վիկտորը պատասխանեց. Նա երանում հարգված փաստաբան է։ Տարիներ շարունակ զբաղվել է ընտանիքի բազմաթիվ հարցերով։ Իրականում, հենց նա է միջնորդել այս գույքի վաճառքը ինձ։ Ֆլորան թունավոր հայացք նետեց Վիկտորին, կարծես նա հայտնել էր տեղեկություններ, որոնք պետք է գաղտնի մնային։ Դե լավ, ասաց Անին, սրբելով արցունքները դեմքից, ուրեմն կարծում եմ գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Ես կփնտրեմ այս Թադոս Օհանյանին, կպարզեմ այս ամենի ճշմարտությունը։ Դուք ոչինչ չեք անի, հաստատակամորեն հայտարարեց Ֆլորան։ Այս նամակը ակնհայտ կեղծիք է, ցանկացած փորձ այն օգտագործելու իմ ընտանիքի ժառանգության նկատմամբ իրավունքներ պահանջելու համար կվիճարկվի օրենքի ողջ խստությամբ։ Անին ուղիղ նայեց Ֆլորայի աչքերին։ Այնտեղ կար ինչ-որ բան, որ տարեց կինը փորձում էր թաքցնել, մի բան, որը դուրս էր պարզապես ժառանգության պաշտպանությունից։ Ինչու եք դուք այդքան վախենում, մեղմորեն հարցրեց Անին։ Եթե այս նամակը իրոք կեղծիք է, ապա փաստաբանը հեշտությամբ կկարողանա ապացուցել դա, չէ՞։ Հարցը հարվածեց Ֆլորային ապտակի պես։ Նրա դեմքն ավելի գունատվեց, մի պահ նա կարծես կորցրեց իր սովորական ինքնատիրապետումը։ Ես ոչ մի բանից չեմ վախենում, պատասխանեց նա, բայց նրա ձայնն ավելի պակաս համոզիչ հնչեց, քան նախկինում։ Պարզապես ես պաշտպանում եմ իմ ամուսնու հիշատակը պատեհապաշտներից, ովքեր փորձում են օգտվել մեր մեծահոգությունից։ Ձեր մեծահոգությունից, կրկնեց Անին, զգալով բարկության մի կայծ իր կրծքում։ Դուք նույնիսկ չգիտեք, թե ով եմ ես։ Մենք հստակ գիտենք, թե ով եք դուք, հակադարձեց Ֆլորան։ Դուք մի երիտասարդ եք, ով հնարավորություն տեսավ որոշեց օգտվել դրանից։ Հավանաբար հետազոտել եք ընտանիքի մասին, պարզել եք մանրամասներ անցյալից, ստեղծել եք այս պատմությունը, փորձելով օգուտ քաղել։ Մեղադրանքների կուտակումը ստիպեց, որ Անիի ներսում ինչ-որ բան կոտրվի։ Նա մեծացել էր աղքատության մեջ, քրտնաջան աշխատել էր իր ունեցածին հասնելու համար, հիմա նրան մեղադրում էին խարդախ լինելու մեջ տասնյակ կարոր մարդկանց առաջ։ Գիտեք ինչ, ասաց նա, ձայնն ուժեղացնելով, դուք կարող եք պահել նամակը, կարող եք պահել վզնոցը, կարող եք պահել ամեն ինչ։ Ինձ ոչ մեկի հավանությունը պետք չէ իմանալու համար, թե ով եմ ես։ Նա շրջվեց դուրս գալու համար, բայց Վիկտորը կանչեց նրան։ Անի, սպասեք։
Գուցե կարողանանք սա ավելի քաղաքակիրթ ձով լուծել։ Ոչ, կտրեց Ֆլորան։ Այս ֆարսը արդեն շատ երկար տեց։ Անվտանգություն։ Կոստյումներով երկու տղամարդ մոտեցան, ակնհայտորեն միջոցառման համար վարձված անվտանգության ընկերության աշխատակիցներ։ Անին նայեց նրանց, հետո իր շուրջը գտնվող բոլոր դեմքերին զգաց նվաստացման ու վճռականության խառնուրդ։ Կարիք չկա, ասաց նա, ձեռքը բարձրացնելով անվտանգության աշխատակիցներին կանգնեցնելու համար։ Ես ինքնուրույն դուրս կգամ։ Բայց նախքան հեռանալը, նա մոտեցավ Վիկտորին ձեռքը մեկնեց։ Կարող եմ վերցնել նամակը։ Կապ չունի, թե ինչ է այնտեղ ասվում, այնտեղ իմ անունն է։ Կարծում եմ, իրավունք ունեմ այն պահել։ Վիկտորը նայեց Ֆլորային, ով անհամբեր շարժում արեց ձեռքով, կարծես ասելով, արա ինչ ուզում ես, միայն թե հեռացրու այս կնոջն այստեղից։ Իհարկե, ասաց նա, Անին հանձնելով նամակը, վզնոցը։ Եվ ես ցավում եմ այն ամենի համար, ինչ կատարվեց այս երեկո։ Անին վերցրեց առարկաները զգուշորեն թաքցրեց իր համազգեստի գրպանում, այն լուսանկարի կողքին, որը Անահիտը պնդել էր, որ նա վերցնի։ Երբ նա քայլում էր դեպի առանձնատան գլխավոր ելքը, նա զգում էր հյուրերի հայացքները լսում նրանց շշուկները։ Ողորմելի է, մրմնջաց ինչ-որ մեկը։ Պատկերացրեք, թե ինչքան աշխատանք պետք է տարված լիներ այս ողջ բեմադրությունը ստեղծելու համար։ Խեղճ մարդիկ, ասաց մեկ ուրիշը։ Միշտ փորձում են օգտվել նրանցից, ովքեր ավելին ունեն։ Յուրաքանչյուր բառ փոքրիկ դաշույնի հարված էր, բայց Անին գլուխը բարձր պահեց շարունակեց քայլել։ Երբ նա վերջապես հասավ առանձնատան գլխավոր դռանը, նա վերջին անգամ շրջվեց նայելու այն վայրին, որտեղ անցկացրել էր իր կյանքի առաջին տարիները։ Մութ փայտե միջանցքը դեռ այնտեղ էր, մի պահ նա երդվեց, որ կարող էր նորից լսել այդ հին դաշնամուրի ձայնը։ Բայց հիմա երաժշտությունը այլ էր թվում, ավելի քիչ մելամաղձոտ, ավելի հուսադրող։ Դրսում Անին նստեց առաջին իսկ ավտոբուսը, որը գնում էր դեպի գյուղ։ Ողջ ճանապարհին նա սեղմած պահում էր նամակն ու վզնոցը, մտածելով կարդացած բառերի մասին։ Նրա մի մասը սկսում էր հավատալ, որ գուցե այդ պատմությունը ճիշտ էր, որքան էլ անհավանական թվար։ Երբ նա վերջապես հասավ այն փոքրիկ տունը, որտեղ ապրում էր Անահիտի հետ, արդեն գրեթե կեսգիշեր էր։ Տատիկը արթուն էր, սպասելով նրան հյուրասենյակում մի բաժակ տաք թեյով։ Ինչպես անցավ միջոցառումը, հարցրեց Անահիտը, բայց լռեց, երբ տեսավ թոռնուհու դեմքի արտահայտությունը։ Ինչ է պատահել, երեխաս։ Անին նստեց տատիկի կողքին, ամեն ինչ պատմեց, պահարանի մասին, նամակի մասին, Ֆլորայի մեղադրանքների մասին, այն նվաստացման մասին, որ կրել էր։ Երբ նա ավարտեց խոսելը, Անահիտը երկար ժամանակ լուռ մնաց, անպատակ խառնելով թեյը։ Տատի, վերջապես ասաց Անին։ Դու հավատում ես, որ դա կարող է ճիշտ լինել։ Անահիտը ուղիղ նայեց թոռնուհու աչքերին, Անին այնտեղ տեսավ մի բան, որը նախկինում երբեք չէր նկատել, մի խորը հին տխրություն, կարծես տատիկը կրում էր գաղտնիքներ, որոնք չափազանց ծանր էին մեկ մարդու համար։ Անի, մեղմորեն ասաց Անահիտը, քո անցյալի մասին, մորթ մասին բաներ կան, որոնք ես քեզ երբեք չեմ պատմել, որովհետև կարծում էի, որ այդպես ավելի լավ կլինի։ Բայց գուցե եկել է ժամանակը, որ դու իմանաս ճշմարտությունը։ Անահիտը դանդաղ վեր կացավ բազկաթոռից գնաց իր սենյակ, թողնելով Անին հյուրասենյակում, սրտի արագ բաբախյունով։ Երբ նա վերադարձավ, իր հետ բերեց փայտե մի փոքրիկ տուփ, որը Անին նախկինում երբեք չէր տեսել։ Տատիկը նորից նստեց, տուփը դնելով իրենց միջ գտնվող սեղանին։ Այս տուփը պատկանել է մորթ, սկսեց Անահիտը, նրա ձեռքերը թեթակի դողում էին, մինչ նա բացում էր կափարիչը։ Վարդուհին խնդրեց ինձ պահել այս ամենը քեզ հանձնել միայն այն ժամանակ, երբ դու չափահաս դառնաս։ Բայց հետո, երբ նա հիվանդացավ, ես կարծեցի, որ ավելի լավ կլինի անցյալը հանգիստ թողնել։ Տուփի ներսում հին լուսանկարներ էին, որոշ դեղնած նամակներ, մի փոքրիկ տետր, մաշված կազմով։ Անահիտը վերցրեց լուսանկարներից մեկը, ցույց տվեց Անիին։ Սա մայրդ է 18 տարեկանում, ասաց նա։ Լուսանկարում պատկերված էր ճառագայթող գեղեցկությամբ մի երիտասարդ աղջիկ, Անի նման արտահայտիչ աչքերով, կանգնած մի առանձնատան այգում, որը Անին անմիջապես ճանաչեց։ Նա շատ երիտասարդ տարիքից էր աշխատում առանձնատանը, հարցրեց Անին, վերցնելով լուսանկարը ավելի մոտիկից նայելու համար։ Վարդուհին աշխատող չէր, երեխաս, պատասխանեց Անահիտը, նրա ձայնը ցածր էր հուզմունքով լցված։ Գոնե սկզբում։ Նա հաճախում էր այդ տունը որպես ընտանիքի բարեկամ։ Անին կնճռոտեց ճակատը, շփոթված։ Ինչպես թե։
Անահիտը խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվելով բացահայտել մի բան, որը տարիներ շարունակ գաղտնի էր պահել։ Վարդուհու հայրը, պապիկդ, ում դու այդպես էլ չճանաչեցիր, ընտանիքի բժիշկն էր։ Մի հարգված մարդ, ով հոգ էր տարել մի քանի սերունդների առողջության մասին։ Դրա համար Վարդուհին մեծացել էր այդ մարդկանց ճանաչելով, խաղալով այգիներում, գրեթե ընտանիքի անդամի պես վերաբերմունք ստանալով։ Տատիկը վերցրեց մի այլ լուսանկար, որտեղ Վարդուհին մի փոքր ավելի մեծ էր, մի բարձրահասակ, մութ մազերով տղամարդու կողքին, ում Անին չճանաչեց։ Սա Մարկոսն է, մեղմորեն ասաց Անահիտը։ Այն տղամարդը, ով գրել է այդ նամակը քեզ համար։ Անին զգաց, կարծես օդը դուրս էր մղվել իր թոքերից։ Մարկոսը իմ հայրն էր։ Այո, հաստատեց Անահիտը։ Եվ Վարդուհին խենթի պես սիրահարված էր նրան։ Նրանք ճանաչում էին միմյանց մանկությունից, միասին էին մեծացել, երբ չափահաս դարձան, նրանց սերը ակնհայտ էր ցանկացած մարդու համար, ով նրանց միասին կտեսներ։ Ապա ինչու՞, սկսեց Անին, բայց Անահիտը նրան քնքշորեն ընդհատեց։ Որովհետև Մարկոսը տարածաշրջանի ամենաավանդական ընտանիքներից մեկի ժառանգն էր, իսկ Վարդուհին աշխատողի դուստր։ Այն ժամանակ 90-ականների սկզբին այդ տարբերությունները դեռ շատ կարևոր էին Մարկոսի ծնողների նման մարդկանց համար։ Անահիտը վերցրեց տետրը, տուփից բացեց այն, ցույց տալով Վարդուհու ձեռագրով գրված էջերը։ Մայրդ ամեն ինչ գրել է այստեղ։ Թե ինչպես էին նրանք գաղտնի հանդիպում, ինչպես էին ծրագրում միասին փախչել, ինչպես իմացան, որ նա քեզնով հղի է։ Անին վերցրեց տետրը երկյուղածությամբ, մատներով շոշափելով այն մոր գրած բառերը, ում հազիվ էր ճանաչել։ Էջերից մեկում նա կարդաց. Մարկոսն ասաց, որ վաղը խոսելու է իր ծնողների հետ։ Ասաց, որ իրեն չի հետաքրքրում փողը կամ ավանդույթը, որ սերը ամեն ինչից կարևոր է։ Հուսով եմ, նա ճիշտ է։ Հուսով եմ, մենք կկարողանանք իսկական ընտանիք լինել։ Ինչ պատահեց հետո, հարցրեց Անին, թե նրա մի մասը արդեն վախենում էր պատասխանից։ Մարկոսի ծնողները իմացան ձեր մասին, շարունակեց Անահիտը։ Սարսափելի վեճ եղավ։ Նրանք սպառնացին Մարկոսին ամբողջությամբ զրկել ժառանգությունից, եթե նա պնդի Վարդուհու հետ մնալու հարցում։ Եվ ավելին, սպառնացին կործանել նրա հոր կարիերան, վնասել մեր ողջ ընտանիքին։ Անին թերթեց օրագրիս մի քանի էջ, գտնելով հատվածներ, որոնք ցավեցնում էին նրա սիրտը։ Նրանք ասացին, որ ես շահամոլ եմ, որ փորձում եմ օգտվել Մարկոսից։ Ինչպես կարող են նման բան ասել ինձ ողջ կյանքում ճանաչելուց հետո։ Ինչպես կարող են այդքան դաժան լինել։ Վարդուհին փորձեց ուժեղ լինել, ասաց Անահիտը, սրբելով իր դեմքով հոսող արցունքը։ Բայց ճնշումը չափազանց մեծ էր։ Մարկոսի ընտանիքը բավականաչափ ուժ ուներ կործանելու ցանկացած մարդու կյանք, ով կհամարձակվեր ընդդիմանալ իրենց ցանկություններին։ Իսկ հայրս։ Նա չպայքարեց մեր համար։ Անահիտը մի պահ լռեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Մարկոսը փորձեց, սկզբում։ Բայց նա երիտասարդ էր, պաշտպանված, երբեք չէր բախվել իսկական դժվարությունների։ Երբ նրա ծնողները ցույց տվեցին նրան, թե ինչի են պատրաստ, ինչպես կարող են վնասել ոչ միայն Վարդուհուն, այլ նրա ողջ ընտանիքին, նա ընտրեց զիջելը։ Անահիտի ձայնի մեջ ցավը շոշափելի էր։ Անին կարող էր պատկերացնել, թե որքան դժվար էր եղել իր տատիկի համար տեսնել դստեր տառապանքը։ Վարդուհին որոշեց հեռանալ քաղաքից, շարունակեց Անահիտը։ Եկավ ինձ մոտ ապրելու այստեղ, գյուղում, երբ դու ծնվեցիր։ Մարկոսը փորձեց կապ պահպանել սկզբում, փող էր ուղարկում, հարցնում էր քո մասին, բայց աստիճանաբար դա նվազեց։ Հատկապես այն բանից հետո, երբ նա ամուսնացավ։ Ամուսնացավ, Անին բարձրացրեց աչքերը օրագրից։ Ֆլորայի հետ, դառնությամբ հաստատեց Անահիտը։ Ընտանիքի կողմից կազմակերպված ամուսնություն, համապատասխան սոցիալական դիրք ունեցող կնոջ հետ։ Նրանք ծանոթացել էին Երանի սոցիալական միջոցառումների ժամանակ, երկուսի ծնողներն էլ գտել էին, որ դա կատարյալ միություն կլինի։ Հիմա Անիի համար շատ բան պարզ դարձավ։ Ֆլորայի անմիջական թշնամանքը, վախը նրա աչքերում, երբ նա հասկացավ, որ նամակի պատմությունը կարող էր ճիշտ լինել։ Ֆլորան գիտեր իմ մասին, հարցրեց Անին։ Կասկածում էր, պատասխանեց Անահիտը։ Վարդուհին ինձ պատմեց, որ ամուսնությունից մի քանի տարի անց Ֆլորան գտել էր հին նամակներից մի քանիսը առճակատվել Մարկոսի հետ։ Նա ամեն ինչ հերքել էր, ասել էր, թե դրանք պարզապես մի մոլագար նախկին աշխատակցուհու ֆանտազիաներն են։ Բայց Ֆլորան երբեք լիովին չէր համոզվել։
Անին շարունակեց թերթել օրագիրը, գտնելով ավելի թարմ հատվածներ։ Անին այնքան արագ է մեծանում։ Երբեմն նրա մեջ Մարկոսին եմ տեսնում, այն ձև, որով կնճռոտում է ճակատը, երբ կենտրոնացած է, ինչպես է թմբկահարում մատներով, երբ նյարդային է։ Հուսով եմ մի օր նա կկարողանա ճանաչել նրան, բայց նա հուսով եմ, որ նա երբեք ստիպված չի լինի անցնել այն ամենի միջով, ինչի միջով ես անցա։ Ինչու մայրիկը ինձ երբեք այս ամենի մասին չպատմեց, հարցրեց Անին, զգալով տխրության ու բարկության խառնուրդ։ Որովհետև նա ուզում էր քեզ պաշտպանել, պատասխանեց Անահիտը։ Վարդուհին տեսավ, թե ինչպես Մարկոսի ընտանիքի մերժումը կործանեց իրեն։ Նա չէր ուզում, որ դու մեծանայիր քեզ մերժված կամ անարժեք զգալով։ Ուզում էր, որ դու կառուցեիր քո սեփական ինքնությունը, քո սեփական երազանքները, առանց ցավոտ անցյալի ծանրությունը կրելու։ Բայց հիմա, սկսեց Անին։ Հիմա ամեն ինչ փոխվել է, ավարտեց Անահիտը։ Մարկոսը ակնհայտորեն զղջացել է իր կատարած ընտրությունների համար։ Նամակը դա ապացուցում է։ Եվ դու իրավունք ունես իմանալու, թե ով ես դու, որտեղից ես գալիս։ Անահիտը վերցրեց տուփի մյուս առարկան, մի փոքրիկ ծալված թուղթ։ Սա վերջին բանն է, որ Վարդուհին գրել է նախքան հիվանդանալը, ասաց նա, թուղթը հանձնելով Անիին։ Նա խնդրեց ինձ սա տալ քեզ, եթե մի օր հարցնես հորդ մասին։ Անին զգուշորեն բացեց թուղթը։ Վարդուհու ձեռագիրն ավելի դողդոջուն էր, ակնհայտորեն գրված, երբ նա արդեն թույլ էր։ Իմ թանկագին Անի, եթե դու կարդում ես սա, ուրեմն ինչ-որ բան արթնացրել է քո հետաքրքրությունը անցյալի նկատմամբ։ Բարկություն մի պահիր հորդ հանդեպ։ Նա երիտասարդ էր ու վախեցած, ինչպես ես։ Երբեմն մարդիկ սխալ որոշումներ են կայացնում վախից, ոչ թե չարությունից։ Եթե մի օր նա փորձի մոտենալ քեզ, նրան հնարավորություն տուր։ Այն սերը, որ ես զգացել եմ նրա հանդեպ, երբեք չի մեռել, նույնիսկ ամեն ինչից հետո։ Եվ դու, աղջիկս, ծնվել ես այդ սիրուց։ Դա է միակ բանը, որն իրականում կարող է։ Անի արցունքները ընկան թղթի վրա, թեթակի լղոզելով թանակը։ Նա տարիներ էր անցկացրել, մտածելով իր հոր մասին, իր մտքում պատմություններ ստեղծելով այն մասին, թե ով կարող էր նա լինել։ Նա երբեք չէր պատկերացրել, որ ճշմարտությունը այդքան բարդ ու ցավոտ կլիներ։ Թադոս Օհանյանի անունը երում է այս իրերի մեջ, հարցրեց նա, հիշելով պահարանում գտած նամակը։ Անահիտը գլխով արեց։ Թադոսը տասնամյակներ շարունակ ընտանիքի փաստաբանն էր։ Հենց նա էր միջնորդում պայմանավորվածությունները, երբ Վարդուհին որոշեց հեռանալ։ Մարկոսը պնդում էր հիմնադրամ ստեղծել երեխայի ծախսերին օգնելու համար, բայց Վարդուհին հրաժարվեց ընդունել։ Թադոսը պահել է այդ գումարը այս բոլոր տարիներին։ Ինչ սպասող գումար կա։ Հստակ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ այո։ Եվ հավանաբար շատ ավելին, քան պարզապես գումարը, հաշվի առնելով նամակում գրվածը։ Փաստաթղթեր, որոնք ապացուցում են քո ծագումը, գուցե նույնիսկ իրավունքներ ժառանգության նկատմամբ։ Անին փակեց օրագիրը, նայեց տատիկին։ Տատի, դու կարծում ես, որ ես պետք է փնտրեմ այդ Թադոս Օհանյանին։ Անահիտը սեղմեց թոռնուհու ձեռքերը իր ձեռքերի մեջ, որոնք սառն էին ու դողդոջուն։ Կարծում եմ, դու իրավունք ունես իմանալու ողջ ճշմարտությունը, հաստատակամորեն ասաց նա։ Մայրդ կարող է ընտրած լինել սա գաղտնի պահել, բայց նա հստակ հասկացրել է, որ վերջնական որոշումը քոնը պետք է լինի։ Եթե Մարկոսը իրոք ինչ-որ բան է թողել քեզ համար, եթե նա ճանաչել է քեզ որպես դուստր, ապա դու արժանի ես դա իմանալուն։ Անին մտածեց այն նվաստացման մասին, որ կրել էր առանձնատանը, Ֆլորայի մեղադրանքների մասին, հյուրերի արամարական հայացքների մասին։ Բայց եթե նրանք ճիշտ են, հարցրեց նա։ Եթե ինձ տեսնեն որպես մի պատեհապաշտի, ով փորձում է օգտվել հարուստ ընտանիքից, ապա դու նրանց ցույց կտաս, թե ով ես դու իրականում, պատասխանեց Անահիտը վճռականությամբ։ Դու Վարդուհու դուստրն ես, իմ թոռնուհին, քո մեջ կրում ես սերունդների ազնվությունն ու արժանապատվությունը։ Կապ չունի, թե ինչ կասեն կամ կանեն, դա ոչ ոք չի կարող խլել քեզնից։ Այդ գիշեր Անին ժամեր շարունակ արթուն մնաց, վերընթերցելով մոր օրագիրը, մտածելով այն ամենի մասին, ինչ բացահայտել էր։ Առավոտյան նրա որոշումը կայացված էր։ Նա կգնար Երան, փնտրելու Թադոս Օհանյանին, պարզելու իր ծագման ողջ ճշմարտությունը։ Բայց նախքան դա, կար մի բան, որ նա պետք է աներ։ Նա վերցրեց հեռախոսը, հավաքեց այն համարը, որը գրված էր այն այցեքարտի վրա, որը Վիկտորը տվել էր իրեն միջոցառման ժամանակ։ Ալո, Վիկտոր։ Անին է։
Պետք է ձեզ հետ խոսեմ մի կարևոր բանի մասին։ Վիկտոր Սարգսյանը պատասխանեց հեռախոսին երրորդ փորձից։ Անին լսում էր ձայներ հետնապլանում հասկացավ, որ նա ժողովի մեջ է։ Անի ասաց նա, զարմացած։ Ինչպես գտաք իմ համարը։ Դուք ինձ տվեցիք ձեր քարտը երեկ երեկոյան, հիշում եք։ Ասացիք, որ եթե ինչ-որ բանի կարիք ունենամ։ Ահ, այո, իհարկե։ Կներեք, բարդ երեկո էր։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Անին խորը շունչ քաշեց։ Կցանկանայի ձեզ հետ խոսել կատարվածի մասին։ Իմ ընտանիքի մասին բաներ եմ պարզել, որոնք կարող են հետաքրքրել նա ձեզ։ Լռություն տիրեց հեռախոսի մյուս կողմում։ Լսեք, Անի, ես իրոք ցավում եմ երեկույթի ժամանակ կատարվածի համար։ Ֆլորան կարող է մի փոքր բուռն լինել իր արձագանքների մեջ։ Մի փոքր բուռն կրկնեց Անին, չկարողանալով թաքցնել սարկազմի երանգը։ Նա ինձ մեղադրեց խարդախ լինելու մեջ 50 կարևոր մարդկանց առաջ։ Գիտեմ։ Եվ ես համաձայն չեմ այն ձի հետ, որով նա լուծեց իրավիճակը։ Բայց դուք պետք է հասկանաք նրա դիրքը։ Ընտանիքը որոշ մարտահրավերների միջով է անցել վերջին տարիներին, նա պաշտպանողական է տրամադրված։ Ինչպիսի՞։ Մարտահրավերների։ Վիկտորը տատանվեց։ Գուցե ավելի լավ լինի անձամբ խոսենք։ Կարող եք վաղը գալ Երան։ Կարող եմ ձեզ հանդիպել Թադոս Օհանյանի գրասենյակում։ Իրականում ես արդեն հանդիպում եմ նշանակել նրա հետ, քննարկելու իրավիճակի որոշ իրավական կողմեր։ Անին զգաց սրտի արագացումը։ Դուք հանդիպելու եք Թադոս Օհանյանին։ Այո։ Երեկվա դեպքից հետո ես խելամիտ համարեցի ավելի լավ հասկանալ այս ամենի իրավական հետանքները։ Եթե իրոք գոյություն ունի որևէ փաստաթուղթ, որը հաստատում է ձեր պնդումները, ուրեմն դուք հավատում եք ինձ։ Ասենք թե բաց եմ պահում միտքս։ Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ Ֆլորայի արձագանքը հենց այն մարդու արձագանքը չէր, ով լիովին համոզված է, որ դուք կեղծարար եք։ Հաջորդ օրը Անին նստեց առաջին իսկ ավտոբուսը դեպի Երան։ Նա հագել էր իր լավագույն հագուստը, մի պարզ, բայց նրբագեղ մուգ կապույտ զգեստ, որը գնել էր աշխատանքային հարցազրույցների համար, իր հետ վերցրել էր մի թղթապանակ այն ամենով, ինչ Անահիտը ցույց էր տվել իրեն, Վարդուհու օրագիրը, լուսանկարները, նամակները։ Թադոս Օհանյանի գրասենյակը գտնվում էր Երանի կենտրոնի հին շենքերից մեկում, այն շենքերից, որոնք շնչում էին ավանդույթով հարգանքով։ Երբ Անին հասավ, Վիկտորն արդեն սպասում էր ընդունարանում։ Դուք եկաք, ասաց նա, թվալով անկեղծորեն թեթացած։ Վստահ չէի, որ կհայտնվեք։ Ես ասացի, որ կգամ, պարզապես պատասխանեց Անին։ Վիկտորը մի պահ դիտեց նրան։ Գիտեք, երեկվանից չեմ կարողանում դադարել մտածել ձեր արձագանքի մասին, երբ կարդում էիք այդ նամակը։ Կամ դա արտակարգ դերասանություն էր, կամ դուք անկեղծորեն շոկի մեջ էիք ձեր բացահայտումից։ Դա դերասանություն չէր, հաստատակամորեն ասաց Անին։ Քարտուղարուհին կանչեց նրանք ուղեկցվեցին մի ընդարձակ լավ կահավորված սենյակ, որտեղ նրանց սպասում էր մոտ 70 տարեկան մի տղամարդ, ալեխառն մազերով ակնոցների հետից նայող բարի աչքերով։ Թադոս Օհանյան, ասաց նա, ձեռքը մեկնելով Անիին։ Վերջապես հաճելի է ձեզ հետ ծանոթանալ։ Վերջապես, կրկնեց նա, շփոթված։ Թադոսը տխրությամբ ժպտաց։ Ես երկար տարիներ էի սպասում այս հանդիպմանը, երիտասարդ օրիորդ։ Այն օրվանից, երբ Մարկոսը ինձ հանձնեց որոշակի փաստաթղթեր խնդրեց պահել դրանք այնքան ժամանակ, մինչ դուք հայտնվեք կամ դառնաք 21 տարեկան։ Նա գնաց դեպի մի հին պահարան հանեց մի հաստ թղթապանակ։ Մարկոս Սահակյանը միշտ տանջվել է այն ընտրությունների պատճառով, որոնք կատարել էր երիտասարդ տարիքում։ Կյանքի վերջին տարիներին դա նրա համար գրեթե մոլուցք էր դարձել։ Վերջին տարիներին, հարցրեց Անին։ Երբ է։ Առաջարկը։ Դուք գիտեք, որ դա կնշանակի հրաժարվել շատ մեծ գումարից, չէ՞։ Մարկոսի ժառանգության 40%-ը միլիոններ արժե։ Ինչ օգուտ փողից, եթե այն նպատակ չունի, պատասխանեց Անին։ Մայրս ողջ կյանքում քրտնաջան աշխատելով մեծացրեց մի ազնիվ դստեր։ Տատիկս ինձ սովորեցրեց, որ մարդու իսկական արժեքը ոչ թե նրա ունեցածի մեջ է, այլ այն բանի, ինչ նա անում է ուրիշների համար։ Թադոսը ժպտաց, նրա դեմքին անկեղծ հպարտության արտահայտություն հայտնվեց։ Մարկոսը շատ կհպարտանար, լսելով սա։
Վերջին տարիներին նա անընդհատ խոսում էր այն մասին, թե ինչպես էր ուզում օգտագործել իր հարստությունը աշխարհի համար նշանակալի բան անելու համար։ Ուրեմն նա կհավաներ ծրագիրը, հարցրեց Անին։ Լիովին համոզված եմ, որ այո, պատասխանեց փաստաբանը։ Իրականում նա սկսել էր նմանատիպ գաղափարներ ուրվագծել, բայց ժամանակ չունեցավ դրանք իրագործելու։ Վիկտորը վեր կացավ, գնաց դեպի պատուհանը, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Գիտեք ինչ, Անի։ Այն օրվանից, ինչ գնել եմ այդ առանձնատունը, ինձ դատարկ եմ զգացել։ Կարծում էի, որ նման գույք ունենալը ինձ կստիպի կարոր զգալ, բարձր հասարակության կողմից ընդունված։ Բայց ճշմարտությունն այն է, որ ինձ զգում եմ որպես մի խաբեբա, ով փորձում է գնել մի բան, որը հնարավոր չէ գնել։ Նա շրջվեց դեպի մյուսները։ Ձեր առաջարկը ինձ հնարավորություն է տալիս այդ վայրի հետ իրոք նշանակալի բան անելու։ Մարդկանց տպավորելու իմ եսասիրական փորձը վերածելու մի բանի, որն իրոք կարոր է։ Դա նշանակում է, որ դուք համաձայն եք, հարցրեց Անին, հազիվ զսպելով հույսը իր ձայնում։ Համաձայն եմ, ասաց Վիկտորը, ձեռքը մեկնելով նրան։ Բայց մի պայմանով։ Ես ուզում եմ նա սեփական միջոցներ ներդնել ծրագրի մեջ։ Ոչ միայն պահպանել գույքը, այլ իրոք լինել այս երազանքի կառուցման մի մասը։ Անին սեղմեց նրա ձեռքը, զգալով, թե ինչպես են ուրախության արցունքները հայտնվում իր աչքերում։ Ես ընդունում եմ ձեր պայմանը։ Թադոսը մեղմորեն ծափահարեց։ Հիանալի է։ Հիմա մենք պետք է ամեն ինչ իրավաբանորեն ձակերպենք, որն ավելի կարևոր է, խոսենք Ֆլորայի հետ։ Նա պետք է իմանա այս բոլոր բացահայտումների մասին։ Ինչպես եք կարծում, նա ինչպես կարձագանքի, հարցրեց Անին մի փոքր անհանգստությամբ։ Անկեղծ ասած, պատասխանեց Թադոսը, կարծում եմ դա սկզբնական շոկ կլինի, բայց Ֆլորան խելացի կին է։ Երբ նա հասկանա, որ իրավական վիճարկումը կլինի երկարատ ու թանկարժեք պայքար, որ գործընկերության առաջարկը իրականում պաշտպանում է իր ֆինանսական շահերը, նա կարող է դիտարկել այդ գաղափարը։ Հաջորդ շաբաթ նրանք երեքով նորից հանդիպեցին, այս անգամ հենց առանձնատանը, առաջարկը Ֆլորային ներկայացնելու համար։ Նա եկել էր իր սեփական փաստաբանի ուղեկցությամբ, ակնհայտորեն պատրաստված պայքարի։ Երբ Թադոսը սկսեց բացատրել Մարկոսի հայրությունը ապացուցող փաստաթղթերը կտակի մանրամասները, Ֆլորայի դեմքը մի շարք արտահայտությունների միջով անցավ՝ զարմանք, բարկություն, տխրություն, վերջապես հոգնած հնազանդություն։ Ուրեմն դա ճիշտ էր, մրմնջաց նա, երբ Թադոսը ավարտեց խոսելը։ Մարկոսը իրոք դուստր է ունեցել այդ կնոջից։ Ֆլորա, մեղմորեն ասաց Անին, ես այստեղ չեմ դատելու այն ընտրությունները, որոնք արվել են անցյալում։ Մենք բոլորս սխալներ ենք գործում, բոլորս արժանի ենք հնարավորության ամեն ինչ ճիշտ անելու համար։ Ամեն ինչ ճիշտ անելու, կրկնեց Ֆլորան, նրա ձայնը լի էր դառնությամբ։ Մարկոսը տարիներ շարունակ ստել է ինձ, հերքելով ձեր երկուսի գոյությունը։ Եվ հիմա դուք հայտնվում եք, պահանջելու այն, ինչ մնացել է մեր համատեղ կյանքից։ Ես չեմ պահանջում, համբերատար պատասխանեց Անին։ Ես գործընկերություն եմ առաջարկում։ Մի հնարավորություն, այս ցավոտ իրավիճակը վերածելու դրական մի բանի։ Երբ Վիկտորը բացատրեց աջակցության կենտրոնի առաջարկի մանրամասները, Ֆլորան երկար ժամանակ լուռ մնաց։ Նրա փաստաբանը ինչ-որ բաներ շշնջաց նրա ականջին, ակնհայտորեն քննարկելով իրավական հետանքները։ Վերջապես Ֆլորան խոսեց. Ինչու եք դուք դա անում։ Ինչու պարզապես չեք վերցնում ժառանգության ձեր մասը հանգիստ ապրում։ Որովհետև ես այդպես չեմ մեծացել, պարզապես պատասխանեց Անին։ Եվ որովհետև հավատում եմ, որ այն մարդիկ, ովքեր ամենաշատն են տառապել կյանքում, նրանք են, ովքեր լավագույնս են հասկանում ուրիշների ցավը։ Ես կարող եմ օգտագործել իմ փորձը, օգնելու այն երիտասարդներին, ովքեր անցնում են այն ամենի միջով, ինչի միջով ես եմ անցել։ Ֆլորան մի պահ դիտեց նրան։ Դու նման ես նրան, ասաց նա վերջապես։ Մարկոսին։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ համառությամբ։ Նա էլ ուներ աշխարհը փրկելու այդ սովորությունը։ Լռություն տիրեց, հետո Ֆլորան շարունակեց. Ես կընդունեմ ձեր առաջարկը։ Բայց ոչ թե այլասիրությունից դրդված։ Ընդունում եմ, որովհետև ճանաչում եմ լավ ռազմավարությունը, երբ տեսնում եմ այն, որովհետև դուք ճիշտ եք, դատարաններում պայքարելը թանկ ու ժամանակատար կլիներ բոլորիս համար։ 6 ամիս անց հույսի ծրագիրը, ինչպես անվանվել էր կենտրոնը, աշխատում էր լիարժեք հզորությամբ։ Առանձնատունը հարմարեցվել էր 40 երիտասարդների ընդունելու համար, դասասենյակներով, մասնագիտական արհեստանոցներով, գրադարանով, ճաշարանով, հանգստի գոտիներով։
Անին տեղափոխվել էր Երան ապրում էր կենտրոնի մոտակայքում գտնվող մի փոքրիկ բնակարանում, ամբողջությամբ նվիրվելով ծրագրին։ Անահիտը եկել էր նրան այցելության հիացած էր, տեսնելով թոռնուհուն իրականացնելիս նման վեհ երազանք։ Վիկտորը դրսևորվել էր որպես բնածին կառավարիչ, օգտագործելով իր գործարար հմտությունները կենտրոնի արդյունավետ գործունեությունն ապահովելու ընկերությունների հետ պրակտիկայի ու աշխատանքի տեղավորման պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Ամենամեծ անակնկալը եղել էր Ֆլորան։ Սկզբում տատանվելով նա աստիճանաբար սկսեց ավելի շատ ներգրավվել ծրագրում։ Նրա փորձը սոցիալական միջոցառումների կազմակերպման գործում կապերը ազդեցիկ մարդկանց հետ անգնահատելի դարձան նվիրատվություններ հասարակության աջակցությունը ստանալու համար։ Մի անձրոտ կեսօր, կենտրոնի բացումից 6 ամիս անց, Անին գտնվում էր Մարկոսի հին երաժշտական սենյակում, որը վերածվել էր թերապիայի երաժշտության սենյակի երիտասարդ բնակիչների համար։ Հին դաշնամուրը դեռ այնտեղ էր, լարված լավ պահպանված։ «Դուք նվագում եք», հարցրեց մի ձայն նրա հետից։ Անին շրջվեց, տեսավ Լոնին, 17 տարեկան մի տղայի, ով կենտրոն էր եկել մի քանի շաբաթ առաջ։ Նա մեծացել էր փողոցում այն բանից հետո, երբ ծնողներին կորցրել էր վթարի հետանքով։ «Ոչ շատ լավ», պատասխանեց նա։ «Բայց կարող եմ փորձել մի բան նվագել»։ Նա նստեց դաշնամուրի մոտ, սկսեց նվագել մի պարզ մեղեդի, որը սովորել էր երեխա ժամանակ։ Լոնը մոտեցավ, ի զարմանս նրա, սկսեց ուղեկցել երաժշտությունը իմպրովիզացված հարմոնիայով։ «Դու շատ լավ ես նվագում», ասաց Անին, տպավորված։ «Հայրս է սովորեցրել նախքան հեռանալը», տխրությամբ պատասխանեց Լոնը։ Ասում էր, որ երաժշտությունը մի լեզու է, որը բոլորը հասկանում են, կապ չունի, թե որտեղից ես գալիս։ Մինչ նրանք միասին նվագում էին, այլ երիտասարդներ սկսեցին միանալ նրանց սենյակում։ Նա Մարկոսը մեզ լքեց 2 տարի առաջ, մեղմորեն պատասխանեց Թադոսը։ Սրտի հանկարծակի խնդիր։ Բայց նախքան դա, նա ամիսներ անցկացրեց այս ամենը ձեզ համար պատրաստելով։ Թադոսը բացեց թղթապանակը սեղանի վրա։ Նա ինձ պատմեց ողջ պատմությունը Վարդուհու մասին, ձեր մասին, ընտանիքի ճնշումների մասին, որոնք դրդեցին նրան կայացնել այն որոշումները, որոնք կայացրեց։ Ասաց, որ դա իր կյանքի ամենամեծ սխալն էր։ Փաստաբանը վերցրեց առաջին փաստաթուղթը թղթապանակից։ Սա հայրության թեստն է, որը նա գաղտնի արել է 3 տարի առաջ։ Նա կարողացավ Դնթեի նմուշ ստանալ մի բաժակից, որը դուք օգտագործել էիք մի սրճարանում, որտեղ ժամանակավոր աշխատում էիք։ Անին նայեց թղթին, տեսնելով իր անունը արդյունքները, որոնք 99.9% վստահությամբ հաստատում էին, որ Մարկոս Սահակյանը իր կենսաբանական հայրն էր։ Նա ինձ հետո՞ւմ էր, հարցրեց նա, տարօրինակ զգալով այդ մտքից։ Ոչ թե ուղղակի հետում էր, բացատրեց Թադոսը։ Բայց նա միշտ գիտեր, թե որտեղ եք դուք։ Վարդուհին համաձայնել էր թույլ տալ նրան ստանալ հիմնական տեղեկություններ ձեր բարեկեցության մասին, պայմանով, որ նա հեռավորություն պահպանի։ Նա գիտեր, թե երբ ավարտեցիք դպրոցը, երբ գտաք ձեր առաջին աշխատանքը, երբ Անահիտը հիվանդացավ։ Վիկտորը, ով մինչ այդ լուռ էր մնացել, առաջ թեքվեց։ Իսկ ժառանգությունը։ Թադոսը վերցրեց փաստաթղթերի մի այլ խումբ։ Մարկոսը մի քանի անգամ փոփոխել է իր կտակը վերջին տարիներին։ Վերջնական տարբերակը, որը ստորագրվել է նրա մահից 2 շաբաթ առաջ, իր ողջ ունեցվածքի 40%-ը թողնում է Անիին։ Սենյակում տիրեց բացարձակ լռություն։ Անին զգում էր, կարծես գետինը շարժվում էր իր ոտքերի տակ։ 40%, թույլ ձայնով կրկնեց նա։ Առանձնատունը, հողերը, ներդրումները, ընկերությունները, հաստատեց Թադոսը։ Ֆլորան ստացել է 30%-ը, իսկ մյուս 30%-ը բաժանվել է բարեգործական հաստատությունների միջ։ Վիկտորը ցածրաձայն սուլեց։ Դա նշանակում է, որ Անին Մարկոս Սահակյանի ժառանգության ամենամեծ անհատական շահառուն է, լրացրեց Թադոսը։ Եվ որ տեխնիկապես, Վիկտոր, դուք առանձնատունը գնել եք մեկից, ով այն ամբողջությամբ վաճառելու լիարժեք իրավական իրավունք չուներ։ Անին կտրուկ վեր կացավ, քայլելով դեպի պատուհանը։ Նա տեսնում էր քաղաքի շարժը ներքում, մարդիկ, ովքեր ապրում էին իրենց սովորական կյանքով, առանց գաղափար ունենալու, որ մի երիտասարդ աղջկա աշխարհը հենց այդ պահին լիովին վերափոխվում էր այդ գրասենյակում։ Ինչու Ֆլորան վաճառեց առանձնատունը, եթե գիտեր, որ ես կարող եմ հայտնվել, հարցրեց նա, առանց շրջվելու։ Որովհետև նա երբեք չէր հավատում, որ դու իրականում կհայտնվես, պատասխանեց Թադոսը։ Եվ որովհետև նա փողի կարիք ուներ։ Կարիք ուներ, Վիկտորը զարմացած թվաց։
Բայց ընտանիքը միշտ հարուստ էր, այո, շարունակեց Թադոսը։ Բայց Մարկոսը վերջին տարիներին որոշ ռիսկային ներդրումներ էր կատարել։ Նա փորձում էր արագ բազմապատկել հարստությունը, գուցե որպեսզի համոզվեր, որ բավարար միջոցներ կան բոլոր շահառուների համար։ Ցավոք, այդ ներդրումներից շատերը ձախողվեցին։ Նա վերցրեց մի քանի թղթեր։ Առանձնատունն ու հողերը գրեթե միակ ակտիվներն էին, որոնք մնացել էին իրական արժեքով։ Ֆլորան վաճառեց դրանք, կարծելով, որ փրկում է ժառանգության մնացորդները իր համար։ Իսկ հիմա, հարցրեց Անին, վերջապես շրջվելով դեպի երկու տղամարդիկ։ Հիմա, հանգիստ ասաց Թադոսը, դուք ունեք մի քանի տարբերակ։ Կարող եք վիճարկել առանձնատան վաճառքը, քանի որ այն արվել է առանց ձեր իմացության կամ համաձայնության։ Կարող եք պահանջել ձեր մասնաբաժինը վաճառքից ստացված միջոցներից։ Կամ կարող եք փոխադարձ համաձայնության գալ ներգրավված կողմերի հետ։ Վիկտորը ձեռքով սրբեց մազերը, ակնհայտորեն սթրեսի մեջ։ Եթե վաճառքը վիճարկվի, ես կորցնում եմ այն ամենը, ինչ ներդրել եմ գույքի մեջ։ Ոչ անպայման, պատասխանեց Թադոսը։ Նման իրավիճակների համար իրավական նախադեպեր կան։ Բայց դա կլինի երկարակ թանկարժեք գործընթաց բոլոր կողմերի համար։ Անին վերադարձավ իր աթոռին, զգալով պատասխանատվության ծանրությունը իր ուսերին։ Մի քանի ժամվա ընթացքում նա աշխատավոր աղջկից դարձել էր զգալի հարստության ժառանգորդ։ Եվ նրա որոշումները կազդեին ոչ միայն իր կյանքի, այլ ուրիշների վրա։ Եվս մի բան կա, ասաց Թադոսը, թղթապանակից հանելով մի կնքված ծրար։ Մարկոսը անձնական նամակ է թողել ձեզ համար։ Ասաց, որ այն պետք է բացվի միայն այն բանից հետո, երբ դուք իմանաք ողջ ճշմարտությունը։ Դողացող ձեռքերով Անին բացեց ծրարը, սկսեց կարդալ Մարկոսի ծանոթ ձեռագիրը։ Իմ թանկագին դուստր, եթե դու կարդում ես այս նամակը, ուրեմն վերջապես գտել ես դեպի ինձ տանող ճանապարհը, նույնիսկ եթե ես արդեն այստեղ չեմ։ Ներողություն եմ խնդրում բոլոր կորցրած տարիների համար, բոլոր բաց թողնված հնարավորությունների համար, լինելու այն հայրը, որին դու արժանի էիր։ Ես վախկոտ էի, երբ երիտասարդ էի, կյանքիս մնացած մասը անցկացրեցի այդ վախկոտության համար վճարելով։ Մայրդ արտակարգ կին էր, դու մեր երկուսի լավագույնն ես։ Օգտագործիր այս ժառանգությունը ոչ թե շքեղությունների համար, այլ աշխարհում փոփոխություն բերելու համար։ Գիտեմ, որ դու ունես վարդուհու պես մեծահոգի սիրտ։ Վստահ եմ, որ կիմանաս ճիշտ ընտրություն կատարել։ Անին ավարտեց կարդալը մի քանի րոպե լուռ մնաց։ Վիկտորն ու Թադոսը հարգեցին նրա խորհրդածության պահը։ Վերջապես նա խոսեց. Ես մի առաջարկ ունեմ։ Վիկտորն ու Թադոսը ակնկալիքով նայեցին Անիին։ Նա խորը շունչ քաշեց, դասավորելով մտքերը նախքան խոսելը։ Ես ուզում եմ առանձնատունը վերածել աջակցության կենտրոնի անապահով երիտասարդների համար, հանգիստ ասաց նա։ Մի վայր, որտեղ ինձ նման մարդիկ, ովքեր մեծացել են առանց շատ հնարավորությունների, կարող են գտնել կրթություն, մասնագիտական վերապատրաստում, հույս։ Վիկտորը մի քանի անգամ թարթեց աչքերը, ակնհայտորեն չսպասելով նման պատասխանի։ Աջակցության կենտրոն։ Այո։ Վիկտոր, դուք գնել եք առանձնատունը բարի կամքով, գումար եք ներդրել դրա մեջ, ծրագրեր ունեք։ Ես չեմ ուզում ձեզ վնասել։ Բայց նա չեմ կարող պարզապես անտեսել այն, ինչ հայրս էր ուզում, որ ես անեի այս ժառանգության հետ։ Անին վեր կացավ, սկսեց քայլել սենյակում, նրա գաղափարները ավելի հստակ էին դառնում խոսելուն զուգընթաց։ Ինչ կասեք գործընկերության մասին։ Դուք պահպանում եք սեփականությունը իրավականորեն, բայց մենք այն տրամադրում ենք սոցիալական ծրագրի ստեղծման համար։ Ես ներդնում եմ ժառանգության իմ մասը կենտրոնի կառուցվածքի մեջ, դուք ապահովում եք տարածքի պահպանումն ու կառավարումը։ Մենք կիսում ենք գործառնական ծախսերը։ Թադոսը առաջ թեքվեց, հետաքրքրված։ Ստեղծագործ առաջարկ է։ Բայց ինչ կասեք Ֆլորայի մասին։ Նա դեռս ժառանգության 30%-ի շահառուն է։ Ֆլորան կարող է ընտրել, հաստատակամորեն պատասխանեց Անին։ Կարող է փորձել ամեն ինչ վիճարկել դատարանում տարիներ անցկացնել թանկարժեք իրավական պայքարում, կամ կարող է համաձայնել լինել ծրագրի գործընկերը օգտագործել իր փորձը հասարակության մեջ աջակիցներ ֆինանսավորում գտնելու համար։ Վիկտորը մի քանի րոպե լուռ մնաց, վերլուծելով։ Աննան, ով փախել էր ընտանեկան բռնության իրավիճակից, Պետրոսը, ով փողոցում էր ապրել 12 տարեկանից, Օֆելիան, ով կորցրել էր մորը, այլս ոչ ոք չուներ։
Բոլոր նրանք երաժշտության մեջ գտան մի բան, որը միավորում էր իրենց, մի բան, որը ստիպում էր նրանց զգալ, որ ինչ-որ տեղ են պատկանում։ Անին նայեց սենյակի շուրջը, տեսնելով այդ երիտասարդների հուսադրող դեմքերը, հասկացավ, որ գտել է իր կյանքի իսկական նպատակը։ Գիտեք, ասաց Լոնը, երբ ավարտեցին նվագելը, մայրս ասում էր, որ որոշ երաժշտություններ երբեք իրականում չեն ավարտվում։ Դրանք շարունակում են արձագանքել մարդկանց սրտերում նոտաների լռելուց շատ հետո։ Անին ժպտաց, հիշելով այն բառերը, որոնք Մարկոսը սովորաբար կրկնում էր, երբ ինքը երեխա էր։ Ինչ-որ կերպ, այն երաժշտությունը, որը սկսվել էր այդ սենյակում այնքան տարիներ առաջ, վերջապես գտել էր իր ավարտը։ Ոչ թե կատարյալ նոտաների կամ բարդ մեղեդիների մեջ, այլ հույս գտած երեխաների ծիծաղի մեջ, երիտասարդների ապագայի մեջ, ովքեր բացահայտել էին, որ արժեք ու նպատակ ունեն, այն համոզմունքի մեջ, որ որոշ ժառանգություններ ավելի կարևոր են, քան ցանկացած հարստություն։ Կյանքի երաժշտությունը, հասկացավ նա, երբեք իրականում չի ավարտվում։ Այն պարզապես նոր ձայներ է գտնում այն երգելու համար։ 1 տարի էր անցել հույսի ծրագրի բացումից, հին առանձնատունը երբեք այսքան կենդանի չէր եղել։ Այդ շաբաթ օրվա առավոտյան Անին քայլում էր միջանցքներով, հետելով երիտասարդների շարժին, ովքեր պատրաստվում էին օրվա մեծ իրադարձությանը, կենտրոնի առաջին ավարտական հանդեսին։ 12 դեռահասներ ավարտել էին մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, պատրաստ էին մտնել աշխատաշուկա կամ շարունակել իրենց ուսումը։ Դա առաջին խումբն էր, որն ավարտում էր, բոլորը անհամբեր էին տոնելու այդ նվաճումը։ Անի, գոչեց Աննան, վազելով միջանցքով մի կապույտ զգեստով, որն ինքն էր կարել նորաձության դասերի ժամանակ։ Տեսա՞ր։ Քաղաքապետը հաստատել է իր ներկայությունը արարողությանը։ Տեսա, այո, պատասխանեց Անին, ժպտալով, տեսնելով աղջկա ոգորությունը։ Աննան կենտրոն էր եկել վախեցած ու կասկածամիտ, բայց աստիճանաբար գտել էր իր գիրքը դերձակության դիզայնի մեջ։ Հիմա, 19 տարեկանում, նա արդեն աշխատանքի առաջարկ ուներ Երանի կարի արտադրամասերից մեկում։ Նյարդայնացած ես, հարցրեց Անին։ Մի քիչ, խոստովանեց Աննան։ Բայց դա լավ նյարդայնություն է։ Ինչպես երբ պատրաստվում ես մի նոր արկած սկսել։ Անին շարունակեց իր քայլքը, անցնելով գրադարանի մոտով, որտեղ Պետրոսը օգնում էր փոքր երեխաներին տնային առաջադրանքների հարցում։ Տղան իր մեջ մանկավարժի կոչում էր բացահայտել կրթաթոշակ էր ստացել մանկավարժական համալսարանում սովորելու համար։ Ատաղձագործական արհեստանոցում Լոնը ավարտում էր մի սեղանի հղկումը, որը կառուցել էր որպես ավարտական նախագիծ։ Նրա ձեռքի հմտությունները, որոնք զարգացել էին փողոցում գոյատելու տարիներին, նոր նպատակ էին գտել ատաղձագործության մեջ։ Ինչպես է ստացվում, հարցրեց Անին, հիանալով աշխատանքով։ Կարծում եմ, լավ ստացվեց, համեստորեն պատասխանեց Լոնը։ Վիկտորն ասաց, որ կարող եմ փորձել որոշ իրեր վաճառել քաղաքի ձեռագործ աշխատանքների տոնավաճառում։ Համոզված եմ, որ մեծ հաջողություն կունենան, ասաց նա, ձեռքը քսելով սեղանի հարթ մակերեսին։ Դու ոսկե ձեռքեր ունես։ Ճաշարանում Անին գտավ Վիկտորին, ով ոգորված զրուցում էր երիտասարդների հետ մի նոր համայնքային այգու ծրագրի մասին, որը նախատեսում էր իրականացնել։ Վերջին ամիսներին նա դրսևորվել էր ոչ միայն որպես իրազեկ կառավարիչ, այլ որպես իսկական խորհրդատու շատ բնակիչների համար։ Ահ, Անի, ասաց նա, երբ տեսավ նրան։ Սպասում էի քեզ։ Ֆլորան քիչ առաջ եկավ քեզ էր փնտրում։ Անին գտավ Ֆլորային հին երաժշտական սենյակում, նստած դաշնամուրի մոտ թերթելիս հին նոտաները։ Նրանց հարաբերությունները թշնամանքից վերածվել էին փոխադարձ հարգանքի, վերջերս մի բանի, որը մոտ էր զգուշավոր ընկերությանը։ Ողջույն, Ֆլորա, ասաց Անին, մոտենալով։ Վիկտորն ասաց, որ ինձ էիք փնտրում։ Այո, փնտրում էի, պատասխանեց Ֆլորան, փակելով նոտաները։ Ուզում էի քեզ հետ խոսել մի բանի մասին, նախքան արարողությունը սկսվելը։ Նա վեր կացավ մոտեցավ մի պայուսակի, որը թողել էր աթոռի վրա, այնտեղից հանելով մի նրբագեղ ծրար։ Սա քեզ համար է եկել այս առավոտ, ասաց նա, մեկնելով ծրարը։ Թադոսի գրասենյակից։ Անին վերցրեց ծրարը, նկատելով իր անունը, գրված փաստաբանի ծանոթ ձեռագրով։ Երբ բացեց այն, այնտեղ գտավ մի նամակ, մի պաշտոնական փաստաթուղթ։ Որդեգրման մասին է, բացատրեց Ֆլորան, նախքան Անին կհասցներ հարցնել։ Օֆելիան վերջապես ստացավ հաստատումը։ Անին ժպտաց, զգալով ուրախության ալիք։ Օֆելիան մի քանի ամիս առաջ ցանկություն էր հայտնել պաշտոնապես որդեգրվել իր կողմից, նրանք սկսել էին իրավական գործընթացը։
15-ամյա աղջիկը կորցրել էր մորը վթարի հետանքով այլ հարազատներ չուներ, իսկ կենտրոնում անցկացրած ամիսների ընթացքում հատուկ կապ էր հաստատել Անիի հետ։ Սա հրաշալի է, ասաց Անին, զգալով երջանկության արցունքները իր աչքերում։ Օֆելիան այնքան երջանիկ կլինի։ Եվս մի բան կա, շարունակեց Ֆլորան, թեթակի տատանվելով։ Փաստաթուղթը նա պաշտոնականացնում է մի բան, որի վրա Թադոսը ամիսներ շարունակ աշխատում էր։ Քո ազգանվան փոփոխությունը։ Ազգանվան փոփոխություն։ Անի Սահակյան, մեղմորեն բացատրեց Ֆլորան։ Թադոսին հաջողվեց, որ դու իրավաբանորեն ճանաչվես որպես Մարկոսի դուստր։ Դու հիմա իրավունք ունես կրելու ընտանիքի ազգանունը։ Անին նայեց փաստաթղթին, տեսնելով այնտեղ տպված իր նոր պաշտոնական անունը։ Տարօրինակ էր մտածել, որ այս բոլոր տարիներից հետո նա վերջապես պաշտոնական կապ ուներ այն հոր հետ, ում երբեք անձամբ չէր ճանաչել։ Ինչպե՞ս եք ձեզ զգում այս կապակցությամբ, հարցրեց նա Ֆլորային, անկեղծորեն հետաքրքրված կնոջ արձագանքով։ Ֆլորան մի պահ լռեց, դասավորելով մտքերը։ Սկզբում բարկություն զգացի, խոստովանեց նա։ Բարկություն Մարկոսի հանդեպ ստելու համար, բարկություն քո հանդեպ գոյություն ունենալուդ համար, բարկություն ողջ իրավիճակի հանդեպ։ Բայց ժամանակը ունի փոխելու մեր տեսակետը իրերի նկատմամբ։ Նա մոտեցավ պատուհանին, նայելով այգուն, որտեղ որոշ երիտասարդներ աթոռներ էին դասավորում արարողության համար։ Տեսնելով այն, ինչ դու կառուցել ես այստեղ, թե ինչպես վերածեցիր ցավոտ իրավիճակը գեղեցիկ մի բանի, սկսեցի հասկանալ, թե ինչ էր Մարկոսը տեսնում քո մեջ։ Եվ մորթ մեջ։ Ֆլորա։ Ոչ, թույլ տուր ավարտեմ, մեղմորեն ընդհատեց նա։ Ես երբեք երեխաներ չեմ ունեցել։ Մարկոսն ու ես տարիներ շարունակ փորձեցինք, բայց երբեք չստացվեց։ Տեսնելով քեզ այս երիտասարդների հետ, հատկապես Օֆելիայի հետ, հասկանում եմ, որ մայրությունը միշտ չէ, որ կապված է ծննդաբերելու հետ։ Երբեմն այն կապված է սեր ուղղություն տալու հետ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Երկու կանայք մի քանի պահ լուռ մնացին, յուրաքանչյուրը իր մտքերի մեջ կորած։ Գիտես ինչ, ասաց Ֆլորան վերջապես, կարծում եմ Մարկոսը կհպարտանար, տեսնելով իր կյանքի երկու ամենակարևոր կանանց միասին աշխատելիս ուրիշներին օգնելու համար։ Երկու ամենակարևոր կանանց, զարմացած հարցրեց Անին։ Դու մայրդ, պարզաբանեց Ֆլորան։ Ես միշտ գիտեի, որ նա ինձ հարգում էր, գուցե նույնիսկ համակրում էր։ Բայց երբեք ինձ չի սիրել այնպես, ինչպես սիրել է Վարդուհուն։ Եվ տարօրինակ կերպով ես այլս բարկություն չեմ զգում դրա համար։ Այդ պահին Օֆելիան վազելով մտավ սենյակ, ընդհատելով զրույցը։ Անի։ Մայրիկ, ասաց նա, օգտագործելով այն անունը, որով սկսել էր կոչել Անին վերջին ամիսներին։ Մարդիկ գալիս են։ Արարողությունը սկսվում է։ Անին նայեց երիտասարդ աղջկան, ով այժմ պաշտոնապես իր դուստրն էր, զգալով սիրո հպարտության մեծ ալիք։ Օֆելիան կենտրոն էր եկել ամաչկոտ ու վախեցած, բայց վերջին ամիսներին լիովին բացվել էր։ Գալիս ենք, ասաց Անին, գրկելով աղջկան։ Պատրաստ ես տեսնելու ընկերներիդ ավարտելը։ Ավելի քան պատրաստ։ Արամը եկավ իր դպրոցի խմբի հետ, նվագելու արարողության ժամանակ։ Հիանալի է լինելու։ Ավարտական արարողությունը տեղի ունեցավ առանձնատան այգում, անամպ կապույտ երկնքի տակ։ Բացի բնակիչներից աշխատակիցներից ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ովքեր աջակցում էին ծրագրին, հարազատներ, ում որոշ երիտասարդներ նորից էին գտել, լրագրողներ, ովքեր հետաքրքրված էին փաստագրելու նախաձեռնության հաջողությունը։ Անին կանգնած էր փոքրիկ բեմի վրա, նայելով լսարանին խորը հուզմունք զգալով, տեսնելով, թե ինչպես էր այդ վայրը վերափոխվել։ Նույն այգին, որտեղ նա խաղացել էր երեխա ժամանակ, հիմա հույսի նորացման տոն էր հյուրընկալում։ Ուղիղ 2 տարի առաջ, սկսեց նա իր ելույթում, ես աշխատում էի որպես օգնական միջոցառումների կազմակերպման ընկերությունում, առանց պատկերացնելու, որ կյանքս պատրաստվում էր լիովին փոխվել։ Այսօր տեսնում եմ, որ ամեն ինչ պատահել է ինչ-որ պատճառով։ Յուրաքանչյուր դժվարություն, որին բախվել եմ, անորոշության յուրաքանչյուր պահ ինձ պատրաստել է այստեղ, ձեր կողքին լինելու համար։ Նա նայեց 12 երիտասարդներին, ովքեր ավարտում էին, յուրաքանչյուրը ներկայացնելով հաղթահարման մի պատմություն։ Դուք ինձ սովորեցրեցիք, որ ընտանիքը միայն արյունակցական կապերի մասին չէ։ Այն միմյանց մասին հոգ տանելու ընտրության մասին է, դժվար պահերին ներկա լինելու մասին, յուրաքանչյուր մարդու ներուժին հավատալու մասին, նույնիսկ երբ նա ինքն իրեն չի հավատում։
Երբ եկավ երիտասարդների վկայականները ստանալու ժամանակը, յուրաքանչյուրը բարձրացավ բեմ խոսելու կենտրոնում իր փորձի մասին։ Պատմությունները տարբեր էին, բայց բոլորն էլ ունեին ընդհանուր գիծ, անձնական վերափոխում, նոր երազանքների բացահայտում։ Լոնը առաջինն էր, ով խոսեց։ Նրա ձեռքերը, որոնք նախկինում միայն գոյատման անհրաժեշտությունն էին ճանաչել, հիմա բացառիկ գեղեցկության կահույք էին ստեղծում։ Երբ ես եկա այստեղ, ասաց նա, ձայնը սկզբում դողդոջուն, բայց հետո ուժեղանալով, ես կարծում էի, որ ձեռքերս միայն նրա համար են, որ ստանամ այն, ինչ պետք է մեկ օր ապրելու համար։ Անին ինձ ցույց տվեց, որ այդ նույն ձեռքերը կարող են արվեստ ստեղծել, կարող են կառուցել մի բան, որը կմնա, որը գեղեցկություն կբերի աշխարհին։ Նա ցույց տվեց փայտից պատրաստված մի փոքրիկ քանդակ, թռիչքի մեջ գտնվող մի թռչուն, այնքան նուրբ մանրամասներով, որ թվում էր, պատրաստվում էր կենդանանալ։ Սա Անիի համար է, ասաց նա, հանձնելով իրը։ Որովհետև նա ինձ սովորեցրեց, որ մենք բոլորս կարող ենք թռչել, կապ չունի, թե որտեղից ենք գալիս։ Աննան հաջորդն էր, ճառագայթելով իր կապույտ զգեստի մեջ, որն ինքն էր կարել։ Նախքան այստեղ գալը ես չէի հավատում, որ արժեք ունեմ, կիսվեց նա։ Կարծում էի, որ ես պարզապես մի մարդ եմ, ում աշխարհը մոռացել է։ Բայց այստեղ սովորեցի, որ մենք բոլորս առաջարկելու հատուկ բան ունենք։ Դերձակության հանդեպ իմ գիրքը միայն հագուստ կարելու մասին չէ, այն մարդկանց վստահություն տալու մասին է, ցույց տալու համար, թե ովքեր են իրենք իրականում։ Նա լռեց, նայելով ուղիղ Անիին։ Դուք ինձ ընտանիք տվեցիք, երբ ես կարծում էի, թե լիովին մենակ եմ։ Հիմա, երբ ես ստեղծեմ իմ սեփական հագուստները, յուրաքանչյուր կտոր կկրի այն սիրո մի մասնիկը, որ ես սովորեցի այստեղ։ Պետրոսը, երիտասարդը, ով բացահայտել էր իր մանկավարժական կոչումը, խոսեց այն մասին, թե ինչպես էր սովորել, որ իր կյանքի դժվար փորձը իրականում հզոր գործիք էր ուրիշներին օգնելու համար։ Այն երեխաները, ում հետ ես աշխատում եմ գրադարանում, տեսնում են ինձ, գիտեն, որ եթե ինձ հաջողվել է հասնել այստեղ, նրանք նույնպես կարող են։ Սա միայն մաթեմատիկա կամ հայոց լեզու սովորեցնելու մասին չէ, սա սովորեցնելու մասին է, որ հնարավոր է մեծ երազանքներ ունենալ, կապ չունի, թե որտեղից ես սկսում։ Մյուս երիտասարդները կիսվեցին նույնքան հուզիչ պատմություններով։ Մուշեղը պատմեց, թե ինչպես էր բացահայտել իր գիրքը խոհարարության հանդեպ, երազում էր բացել մի ռեստորան, որտեղ աշխատանքի կտեղավորեր այլ ռիսկային գոտում գտնվող երիտասարդների։ Վիոլետան պատմեց, թե ինչպես էր հաղթահարել իր ծայրահեղ ամաչկոտությունը թատրոնի միջոցով, հիմա նախատեսում էր հոգեբանություն սովորել, օգնելու այլ տրավմայի ենթարկված երեխաների։ Յուրաքանչյուր վկայություն կենդանի ապացույց էր այն բանի, որ հույսի ծրագիրը պարզապես երիտասարդների ժամանակավոր կացարան չէր, այն մարդկային վերափոխման լաբորատորիա էր, որտեղ մարդիկ բացահայտում էին ոչ միայն այն, թե ինչ կարող են անել, այլ թե ովքեր են իրենք իրականում։ Երբ բոլորը ավարտեցին խոսելը, Անին նորից բարձրացավ բեմ, բայց այս անգամ նրա բառերը այլ էին։ Նրա ձայնի մեջ կար մի հասունություն, որը չկար, երբ նա սկսել էր ծրագիրը։ Երբ ես երեխա էի այս տանը, ասաց նա, նայելով իր հետում գտնվող առանձնատանը, ես սովորաբար նստում էի միջանցքներում, լսելով երաժշտություն, որը գալիս էր փակ սենյակից։ Այն ժամանակ ես կարծում էի, որ պարզապես դաշնամուր եմ լսում։ Հիմա հասկանում եմ, որ լսում էի մի շատ ավելի խորը բան, լսում էի մարդկային սրտի համընդհանուր լեզուն։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ իր բառերը արձագանքեն։ Այն երաժշտությունը, որը հայրս նվագում էր, անավարտ էր, որովհետև նա ինքն էր անավարտ։ Նա սեր ուներ տալու, բայց չգիտեր ինչպես։ Նա դուստր ուներ, բայց չէր կարողանում նրան ճանաչել։ Նա միջոցներ ուներ մարդկանց օգնելու, բայց ապրում էր սոցիալական կանոնների մեջ կաշկանդված։ Այսօր, ձեր միջոցով, այդ երաժշտությունը վերջապես գտավ իր ավարտը։ Հանդիսատեսը բացարձակ լռության մեջ էր, յուրաքանչյուր մարդ ներծում էր այդ բառերի խորությունը։ Ձեզնից յուրաքանչյուրը, ով այսօր ավարտում է, իր հետ տանում է այդ մեղեդու մի նոտան, շարունակեց Անին։ Երբ Աննան հագուստ է կարում, որը ստիպում է ինչ-որ մեկին իրեն գեղեցիկ զգալ, երբ Լոնը կահույք է ստեղծում, որը հարմարավետություն է բերում մի ընտանիքի, երբ Պետրոսը երեխային կարդալ է սովորեցնում, դուք շարունակում եք այն երաժշտությունը, որը սկսվել է այստեղ այսքան տարիներ առաջ։ Նրա արցունքներն այժմ մաքուր ուրախությունից էին։ Հայրս ինձ թողեց փողի ու գույքի ժառանգություն, բայց դուք ինձ տվեցիք մի շատ ավելի արժեքավոր բան, դուք ինձ տվեցիք այն նպատակը, որի համար այդ ժառանգությունը պետք է օգտագործվեր։ Երբ պաշտոնական արարողությունը ավարտվեց, Արամն ու իր խումբը սկսեցին նվագել, միջոցառումը վերածվեց իսկական տոնի։ Անին քայլում էր խմբերի մեջ, զրուցելով հյուրերի հետ, հետելով բոլոր ներկաների դեմքերի ուրախությանը։
Անահիտը, ով հատուկ արարողության համար եկել էր գյուղից, մոտեցավ թոռնուհուն, աչքերում արցունքներ ունենալով։ Մայրդ այնքան կհպարտանար, ասաց նա, գրկելով Անիին։ Վարդուհին միշտ երազել է աշխարհում ինչ-որ փոփոխություն բերել։ Դու իրականացրիր այդ երազանքը նրա փոխարեն։ Իրականացրի բոլորիս համար, տատի, պատասխանեց Անին։ Քո համար, նրա համար, այն երիտասարդների համար, ովքեր հույսի կարիք ունեն, իմ համար։ Ավելի ուշ այդ գիշեր, երբ բոլոր հյուրերը հեռացել էին, երիտասարդները քաշվել էին իրենց սենյակները, Անին նորից հայտնվեց երաժշտական սենյակում։ Այս անգամ նա Վիկտորի, Ֆլորայի, Օֆելիայի ուղեկցությամբ էր։ Գիտեք, ասաց Վիկտորը նստելով դաշնամուրի մոտ, ես մի քանի երգ եմ սովորել նվագել այն օրվանից, ինչ սկսել ենք ծրագիրը։ Ոչ մի բարդ բան, բայց բավարար, երաժշտական գործունեությանը ընկերակցելու համար։ Նա սկսեց նվագել մի պարզ ու մխիթարող մեղեդի։ Օֆելիան միացավ նրան, երգելով մի երգ, որը սովորել էր կենտրոնի երաժշտության դասերի ժամանակ։ Այս սենյակը միշտ հատուկ է եղել, մեկնաբանեց Ֆլորան, հետելով տեսարանին։ Մարկոսը ժամեր էր անցկացնում այստեղ, հատկապես վերջին տարիներին։ Կարծում եմ, նա զգում էր, որ սա այն վայրն էր, որտեղ կարող էր առավել ազնիվ լինել ինքն իր հետ։ Անին մոտեցավ դաշնամուրին տատանվելով սկսեց նվագել Վիկտորի հետ միասին։ Այն երաժշտությունը, որը ստացվեց, տեխնիկապես կատարյալ չէր, բայց լի էր զգացմունքով ու իմաստով։ Գիտեք ես ինչ եմ կարծում, ասաց Օֆելիան, երբ ավարտեցին նվագելը։ Կարծում եմ, որոշ երաժշտություններ ստեղծված չեն ավարտվելու համար։ Դրանք ստեղծված են շարունակվելու այն մարդկանց միջոցով, ովքեր դրանք նվագում են։ Անին նայեց իր որդեգիր դստերը, տպավորված աղջկա իմաստնությամբ։ Դու ճիշտ ես, ասաց նա։ Եվ գուցե հենց դա էր հայրս փորձում ինձ ասել այս բոլոր տարիներին։ Որ որոշ բաներ, ինչպես սերը, ինչպես հույսը, ինչպես երաժշտությունը, երբեք իրականում չեն մեռնում։ Դրանք պարզապես գոյության նոր ձեր են գտնում։ Այդ գիշեր, պառկած իր մահճակալին, Անին մտածեց այն ողջ ճանապարհի մասին, որն իրեն բերել էր մինչ այստեղ։ Այն փոքրիկ աղջկանից, ով դաշնամուր էր լսում փակ դռան հետից, մինչ այն երիտասարդ կինը, ով հիմա ղեկավարում էր մի կենտրոն, որը փոխում էր կյանքեր։ Նա վերցրեց կապույտ քարով վզնոցը, որը ժառանգել էր Մարկոսից, նույնը, որն այժմ կրում էր ամեն օր, այն պահեց լուսնի լույսի տակ, որը ներս էր մտնում պատուհանից։ Քարը մեղմորեն փայլում էր, կարծես իր մեջ պահելով իր ընտանիքի ողջ պատմությունը։ Հարան սենյակից նա լսում էր, թե ինչպես էր Օֆելիան ցածրաձայն զրուցում Աննայի հետ հաջորդ օրվա ծրագրերի մասին։ Ներքի հարկից գալիս էր որոշ երիտասարդների ձայնը, ովքեր դեռ արթուն էին, զրուցելով հյուրասենյակում իրենց երազանքների ու սպասելիքների մասին։ Դրանք մի ընտանիքի ձայներ էին, ոչ թե այն ավանդական ընտանիքի, որը նա պատկերացրել էր երեխա ժամանակ, այլ սրտի ընտանիքի, որը կառուցվել էր սիրո, փոխադարձ հոգատարության ավելի լավ մի բան ստեղծելու վճռականության միջոցով։ Այն երաժշտությունը, որը սկսվել էր այնքան տարիներ առաջ այդ սենյակում, վերջապես գտել էր իր կատարյալ ներդաշնակությունը։ Եվ Անին գիտեր, որ այն դեռ երկար կհնչի, յուրաքանչյուր փոխված կյանքի, յուրաքանչյուր իրականացած երազանքի, յուրաքանչյուր երիտասարդի միջոցով, ով կբացահայտեր, որ արժեք ու նպատակ ունի։ Շրջանը փակված էր, բայց երաժշտությունը երբեք չէր ավարտվի։ Պատմության ավարտ, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անիի հույսի ծրագրի պատմությունը դիպավ ձեր սրտերին այնպես, ինչպես դիպել է մեր սրտերին։ Բացահայտման, ներման վերափոխման այս ճանապարհը մեզ հիշեցնում է, որ երբեմն ամենամեծ գանձերը ոչ թե նրանք են, որոնք մենք գտնում ենք, այլ նրանք, որոնք մենք ստեղծում ենք, օգնելով ուրիշներին։ Ինչպես առանձնատան միջանցքներում արձագանքող երաժշտությունը, որոշ պատմություններ շարունակում են հնչել պատմվելուց շատ հետո։ Եթե այս պատմությունը ձեր մեջ ինչ-որ բան արթնացրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը մեկնաբանություններում կիսվել, թե պատմության որ մասը ձեզ ամենաշատը հուզեց։ Ամեն օր մենք բերում ենք նոր պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային փորձառության բարդությունն ու գեղեցկությունը։ Մինչ նոր հանդիպում։